Մենք որ սկսենք մեր այսօրվա հանդիպումը, Անի ջան, ես ինչ եմ խնդրում, մի հատ նախապես կամ ընթացքում ճշտենք, տեսնենք մասնագետները հիմնականում դասվարներ են, թե մասնագետներ են, որտեղ ձեր հավանաբար հեղինակներն էլ շատ հետաքրքիր է առարկան մեծ մասը ովքեր են դասավանդելու դասվարները, թե հեղինակները, թե մասնագետները։ Այո, իրականում շատ կարևոր հարց է դա։ Ու դրանից իհարկե այսօրվա հանդիպումը դրա հետ այդքան կապ չունի, որովհետև մենք ուղղակի խնդրել ենք հեղինակներին շատ համառոտ ներկայացնեն դասագրքերը, բայց հետագա մեր հանդիպումները կառուցելու ենք հենց դրա վրա, այդ ուղղությամբ ենք կառուցելու։ Նույնիսկ կարող ենք առանձնացնենք հանդիպումները, դասվարների համար առանձին հանդիպումներ, մասնագետների համար, եթե զուտ մասնագետն առարկան դասավանդում, իր համար արդեն բնական է այլ հանդիպում։ Սա արդեն հեղինակային խմբի հետ մենք պիտի քննարկենք։ Բայց մի քիչ գոնե հասկանանք, էլի թե պահին դասավանդելու առարկան տարական դասարաններում։ Կարող ենք թերևս հիմա այս ներածական մի քանի րոպեն դրան նվիրել, պարոն Մկրտչյան, եւ մեր ժամանակը ըստ էության ռացիոնալ օգտագործենք։ Սիրելի գործընկերներ, բոլորիդ նորից ողջունում ենք։ Ուրախ ենք, որ մեզ հետ եք եւ այս կարևոր հանդիպմանը ձեր ներկայությունը ապահովել եք։ Իդեմս պարոն Մկրտչյանի մեր թիմին եւ բոլորին ինձ թվում է հետաքրքիր կլինի հասկանալ, թե երաժշտություն առաջին դասարանում եւ 4 դասարանում դասավանդելու ընթառաջ դուք հենց մասնագետներ եք, թե դասվարներ եք։ Կարող եք իհարկե արդեն ունենք նախահարցակ զրուցանում գրվեց, որ մեր մասնակիցներից մեկը դասվար է։ Կարող եք կամ բանավոր խոսքով հանդես գալ կամ գրել հասկանալու համար, թե այս պահին քանի ինչ համամասնություն ունենք։ Սիրով։ Կարող եք գրել, այո, ինչպես ձեզ հարմար է։ Ես Շերոյան Կարինեն եմ, դասվար եմ։ Շատ լավ, շնորհակալություն Տիկին Շերոյան։ Բայց Ես Մկրտչյան Ծողիկ եմ, դասվար եմ։ Միացնեն։ Այս հրաշալի կլինի, եթե մենք հնարավորություն ունենանք բոլոր տեսախցիկները միացրած տեսնել սիրելի գործընկերներ, այդպես ավելի կենդանի եւ անմիջական կստացվի մեր հանդիպումը։ Ես դասվար եմ։ Հրաշալի Տիկին Ծողիկ, շնորհակալ ենք։ Ահա, շատ լավ է, ահագին արդեն ունենք այստեղ պատասխաններ։ Գլխավորապես դասվարներ են։ Անահիտ Ռուբինյանը նշել է, որ երաժշտության ուսուցչուհի է, հրաշալի է։ Թինան եւս գրել է, որ մասնագետ է։ Շատ ներողություն, ինչ որ մեկի մոտ բարձրախոսը միացրած է, բայց մեզ հետ չի զրուցում, եթե կարելի է կամ բարձրախոսը։ Ես նույնպես դասվար եմ։ Շատ լավ, շնորհակալություն։ Արկա պատասխանների մեծ մասը հուշում է, որ հիմնականում այստեղ դասվարներ են այս պահին, մի քանի հոգի նաև մասնագետներ են։ Իմ համակարգը ինչ որ խնդիր ունի, թույլ չի տալիս ես միանամ։ Կարող եմ նկարագրել իմ արտաքինը։ Փորձենք նկարագրեք։ Այո, շատ հաճելի։ Գեղեցիկ տիկին եմ։ Ինքնագնահատականը հասկացանք։ Այո։ Որ դպրոցում եք աշխատում։ Արարատի մարզի Նորուղու դպրոցում արդեն 40 տարի է դասավանդում եմ։ Բարձր։ Պարոն Մկրտչյան։ Արդեն արտաքիններ պատկերացրինք մենք։ Այո, ես շատ եմ հավանել բեռնաթափված այս նոր գրքերը մաթեմատիկայի, շատ շնորհակալ եմ։ Բավականին արդյունավետ այս տարի աշխատեցինք։ Շատ հրաշալի։ Ես 3-րդ դասարանում եմ այս տարի, երկրորդում էլ աշխատեցինք, բավականին լավ, իսկապես երեխաներին մատչելի, բոլոր
առաջադիմություն ունեցող, ընդունակություններ ունեցող երեխաների համար կազմված էր շատ մտածածին։ Ուսուցչին համարյա ոչինչ չէր մնում ինչ որ մի բան ավելացնելու։ Եթե որևէ ոչինչ չանեինք կողքից եւ խնդիրները եւ առաջադրանքները, ամեն ինչը շատ լավ դասավորված էր։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ։ Պետք է այդպես ասել, այդպես որ ասում եք, հետո Այո։ աշխատանքի խնդիր եք դնում, հետո կասեն ինչ եք անում, որ աշխատավարձ եք ուզում, չէ՞ որ դասագրքում ամեն ինչ արված է։ Չէ, դա մեծ օգնություն է ուսուցչի համար։ Մենք կխոսենք Առավելևս- առանձին այդ թեմայով Այո։ կխոսենք մաթեմատիկայի, այսօր ուղղակի երաժշտությունից է մեր հանդիպումը, բայց քանի որ խոսք եղավ, ուղղակի մեկ նախադասությամբ կարող եմ ասել, որ ես դասագրքերը չեմ բեռնաթափել, վերադասավորել եմ, կառուցվածքային փոփոխություններ եմ արել, եւ այդ Այո։ կառուցվածքային փոփոխությունները այնքան իհարկե հաջող է ստացվել, որ ուսուցիչներին թվում է թե ինքը բեռնաթափված է կամ ավելի է, ասենք դժվար խնդիրներ չկա մեջը եւ այլն, բայց չէ, ընդհակառակը ավելի եմ բեռնավորվել, ավելի շատ բան եմ դրել մեջը, բայց կառուցվածքային փոփոխությունը, այո, ստեղծում է այդ տպավորությունը ու շատ լավ է դա։ Այո, ուրեմն իսկապես հրաշալի է։ Շնորհակալություն։ Միշտ էլ այսպես է եղել, երաժշտության ուսուցիչները ավելի ճիշտ առարկան հիմնականում պարապել են դասվարները, նաև եղել են մասնագետներ, որ պարապել են։ Հիմա մենք էլ ենք ուզում կողմնորոշվենք, նաև ձեր խոսքն ենք ուզում լսենք, որն է ճիշտ, որ երաժշտություն առարկան դասավանդեն դասվարները, թե մասնագետները։ Պարոն Մկրտչյան, կարելի է չհամաձայնվել ձեզ հետ։ Ես չգիտեմ որն է ճիշտ, ես դա չեմ գնահատում, ես ձեզ հարցնում եմ։ Հետեւաբար Այո։ եթե ուզում եք չհամաձայնվեք ինձ հետ, պիտի Չէ, համաձայնեք չեմ իմ համաձայնվել։ հարցին, որ ինչ եք այսպեսի հարց տալիս։ Այո, չեմ Եթե իմ համաձայնվել։ հարցին համաձայն չեք, ներողություն եմ խնդրում եւ հարցը ցանում եմ։ Ես երկրորդ մասնագիտությամբ նաև դասվար եմ, մանկավարժ մեթոդիստ եմ եւ երաժիշտ եմ։ Դասավանդում եմ արդեն 30 տարի երաժշտություն առարկան եւ չեմ համարում ճիշտ, որ պետք է ոչ մասնագետը պարապի մեր առարկան, որտեղ այնքան նրբություններ ունի երաժշտություն առարկան, չեմ կարծում, որ հա, այդ ուրիշ հարց է, որ իրենք վերապատրաստվեն, կներեք ես խոսում եմ, եթե պետք է անջատեմ խոսեք։ Տիկին Գոհար։ Չէ, որտեղ ինձ հետ հավասարաչափ մեկը խոսում է, ուզում եմ հասկանամ, էլի, եթե ինքը ավելի կարևոր բան է ասելու։ Տեխնիկական Տիկին Մարիետա, հանգիստ եղեք, ուղղակի ձայնը միացրած էր, տեխնիկական հարցեր։ Այ հիմա մենք ձեզ չենք լսում։ Տիկին Մարիետա ջան, ձեր ձայնը անջատվեց, կմիացնեք։ Ահա, շնորհակալություն։ Շատ ներողություն կանջատեք բարձրախոսը, այստեղ անուն չկա գրված, iPhone TSH սարքով միացած մասնագետը, խնդրում եմ ձայնը անջատեք։ Բարև ձեզ, Անի ջան, իհարկե, ես հարմար տեղափոխվեմ, կարողանամ ես շփվեմ բոլորիդ հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարի գալուս։ Խնդրեմ Տիկին Մարիետա, համեցեք, լսում ենք։ Ուրեմն, ինչպես ասացի, երկու մասնագիտություն ունեմ, բայց գտնում եմ, որ երաժիշտը պետք է երաժշտության դասը պետք է վարի միայն մասնագետը, որտեղ երաժշտություն առարկան այսօրվա մեր երաժիշտ մասնագետներ, պրոֆեսիոնալ երաժիշտները կփաստեն, որ ես ճիշտ եմ ասում։ Իհարկե դա ուրիշ հարց է, որ մարզերում խնդիր ունենք երաժշտություն առարկայի ուսուցիչների հետ կապված, կարող են իրենք վերապատրաստումացնել, դասավանդել, ոչ մի, ասենք, այդպես խնդիր չկա, բայց վերապատրաստում անցնելուց հետո, որտեղ արդեն գալիս է 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ մնացած դասարաններում դասական երաժշտություն, պրոֆեսիոնալ երաժշտություն, չեմ կարծում, որ դասվարը այդքանը կկարողանա, էլ։ Այդքանը դրա համար էի ասում, պարոն Մկրտչյան, կներեք իհարկե, որ ասեցի համաձայն չեմ։ Դասվարներին 5-րդ, 6-րդ դասարաններում ժամեր չեն տալիս երաժշտությունից եւ ճիշտ են անում, բայց ես մոնիտորինգի արդյունքում եմ ասում, շատ դասալսումներ եմ արել ոչ մասնագետ դասվարների մոտ, որոնք հրաշալի երաժշտություն են պարապել։ Եվ որովհետև ունեցել են նախնական երաժշտական կրթություն,
բավարարել է իրենց կրթությունը եւ պարապել են։ Այսօր շատ դպրոցներում ես մեր մարզի համար կարող եմ ասել, ես ներողություն եմ խնդրում չներկայացա Հասմիկ Անտոնյան քաղաք Արարատ։ Համար 2 հիմնական դպրոց։ Առաջին մասնագիտությամբ մշակութաբան եմ, սակայն ողջ կյանքում ես աշխատել եմ որպես դասվար առաջին իսկ օրվանից ինստիտուտ ավարտելուց հետո 42 տարեկանից հետո եմ գնացել դասվար դարձել նորից, բայց շատ վերապատրաստող ուսուցիչ եմ ու շատ ուսուցիչների մոտ եմ դասալսումներ արել։ Հաջողված են այն դասերը, որտեղ ուսուցիչը դասվարը ունի երաժշտական կրթություն, բայց չմոռանանք նաև տարիքային առանձնահատկությունը երեխաների եւ պրոֆեսիոնալ երաժշտի տարական դասարաններում պարապելու առանձնահատկությունները նաև դրա ականատեսն ենք եղել։ Մի հրաշալի ուսուցչի ունենք, ես ներողություն եմ խնդրում անունով չեմ ասելու, եւ պարապում էր տարական դասարանում, բայց նույնիսկ տարական դասարանում դասարանը պահելու հետ կապված խնդիր ուներ։ Ինքը վոկալիստ է եւ երաժշտական դպրոցում է աշխատում, ունի հրաշալի երգչախումբ, քառաձայն երգում են, այս տարի նույնիսկ մրցանակներ են ստացել բավականին բարձր մրցույթներում, բայց եկեք տեսեք, որ ինքը անցած տարի սեփական կամքով դպրոցը թողեց, որովհետև նույնիսկ տարական դասարանում դժվարանում էր դասարանը պահելու եւ դասը պարապելու խնդիրը։ Որոշ հարցերում ձեզ հետ համաձայն եմ, երաժշտությունը նրբություններ ունի, մենակ ականջի խնդիրը չի, միայն երգեցողության խնդիրը չի, մասնագիտական առումով բավականին լավն է, բայց առիթից օգտվելով, քանի որ արդեն մենախոսում եմ, ասեմ, նոր դասագիրք այնքան շատ հավանեցի ես Անահիտ Գևորգյան, կարծեմ ճիշտ եմ եթե ասում, հիմա ուզում եմ լսել։ Ես պարապում եմ իմ դասարանի երաժշտությունները, առաջինից դասվար եմ մասնագիտությամբ։ Տիկին Անտոնյան, Դրա համար միացել եմ Հեսակմյանը նաև մեր երաժշտության ուսուցչուհին, մեզ մոտ այսպիսի բաժանում ենք արել, տարականում 2 ուսուցիչ ունենք երաժշտական կրթությամբ, մենք ենք պարապում մեր դասարանների երաժշտությունները, մնացածը տվել ենք մասնագետի։ Մասնագետի հետ էլ մեծանում ենք, Անի ջան։ Տիկին Անտոնյան ջան, կարելի է ես էլ մի հարց։ Այո, ուղղակի մի ճշգրտում անեմ ձեր թույլտվությամբ, Տիկին Անտոնյան ջան, մենք հիմա ներկայացնելու ենք շատ շուտով արդեն սկսում ենք ներկայացնել Սարինե Ավթանդիլյանի եւ Արթուր Ավանեսովի հեղինակած երաժշտություն առաջին դասարանի դասագիրքը։ Նույնը պետք է ընտրենք Անի ջան։ Եվ դասարանին, այո, Տիկին Շահկուլյանի դասագիրքը, այսինքն Անահիտ Գևորգյանի դասագիրքը այս հարթակում չի քննարկվելու, քանի որ դուք ասացիք, որ հավանել եք, ուղղակի ճշգրտում, որ դրա վերաբերյալ զրույցը, այ ես գիտեմ, Անահիտ ջան, ուղղակի միտքս կիսատ մնաց, ուզում եմ ասել, այդ դասագիրքը նայել եմ, մյուսները դեռ չեմ հասցրել, հիմա դրա համար միացա հանդիպման, որպեսզի հասկանամ որն ենք ընտրում։ Մենք քիչ ժամանակ ունենք ընտրելու, պիտի ընտրենք։ Այո, այո։ Թեպետ ես ընկեր Մկրտչյանի հետ համաձայն եմ եւ Երևանից իմ, այսպես ասած, մոտեցումը դասագիրք ընտրելու հարցում փոխել եմ։ Մենք փաթեթով կընտրենք այն հրատարակչությունը, որը մեծ փաթեթով հանդես կգա, որովհետեւ երեք նայում եմ ես դե դասավանդեցի այս տարի մաթեմատիկայի դասագրքով ու նայում եմ նաեւ Այբենարան Մայրինին ու տեսնում եմ, որ լեզուն գրեթե նույնն է, մոտեցումը գրեթե նույնն է եւ ինչ որ առումով հեշտացրեց նաեւ հասկանալը, որովհետեւ հարցերն այնքան շատ էին Մայրինի եւ Այբենարանի հետ կապված, բայց հետո երբ որ այդ աչքով ես նայում, այդ ակնոցն ես հագնում, արդեն մի տեսակ ամեն ինչ Իհարկե, մենք այդպես ենք անելու, դրա համար այսօր ես սիրով միացել եմ հանդիպման, ուզում եմ հենց հեղինակներից լսել առանձնահատկությունները գրքի, որ որոշում կայացնենք եւ ճիշտ որոշում կայացնենք, որտեղ առաջիկա 3 տարին դեռ աշխատելու ենք այդ գրքերով։ Այնպես որ սիրով եմ միացել։ Ոչ միայն առաջիկա 3 տարին, առաջիկա 3 տարին, 4 տարին դուք եք աշխատելու այդ դասագրքերով, բայց երեխաները մինչև 12-րդ դասարան հեղինակային խմբի դասագրքերով են գնալու։ Դե լավ սովորենք, որ ենք էլ գնան բերել։ Մի քիչ փորձառու հրատարակիչ կամ մի քիչ էլ նաև մանկավարժ, ոչ թե ելնելով նրանից, որ դասագրքերը մենք ենք հրատարակել, մեր սիրելի հեղինակներն են գրել այդ դասագրքերը, այլ զուտ մանկավարժական տեսանկյունից
Իհարկե հակված եմ, որ ընտրվի մեր դասագրքերը, որովհետև ամբողջ հեղինակային խումբը ինքը սկսում է առաջի դասարանից իր պատասխանատվությամբ մինչև 12-րդ դասարան։ Հիմա ենթադրենք օրինակ ես ընտրում եմ հանկարծ սխալ չմտածեք, ես որևէ գրքի վատաբանություն չեմ անում, ես իմ մանկավարժական մոտեցումն եմ ուզում ներկայացնեմ։ Եթե ես ընտրում եմ որևէ մի դասագիրք, այս տարի հաջորդ տարին մի ուրիշ դասագիրք է արդեն ինձ գալիս, ենթադրենք ստիպված պիտի ես 5-րդ դասարան կամ 6-ում կամ 4-ում անցնեմ զանգակի դասագրքերը, ուրեմն հավելավ այնց ներքևից է զանգակի դասագրքերը ընտրեմ ու այդ նույն ձեռագրով շարունակեմ։ Որտեղ բոլոր դեպքերում, եթե գիրքը ճիշտ է կառուցված, ես կարող եմ արդեն անի այտենց խոսել, թե չէ։ Այո, պարոն Մկրտչյան, իհարկե, համեցեք։ Եթե գիրքը ճիշտ է կառուցված, պատահական գրքերի մասին չի իմ խոսքը։ Իմ խոսքը վերաբերում է ճիշտ կառուցված գրքերի մասին։ Եթե ես առաջի դասարանի համար երաժշտության դասագիրք եմ գրում, ես պիտի իմանամ 12-րդ դասարանում ինչին եմ նախապատրաստում երեխային, ինչ է անցնելու 12-ում, ինչ է անցնելու 10-ում, 11-ում, հələ չեմ էլ խոսում, որ հետդպրոցյան կրթության մասին, որպեսզի ամբողջ համակարգը պատկերացնեմ։ Այլ կերպ համակարգ չի ստացվում, այլ կերպ ստացվում է առանձին դասագրքեր, առաջի դասարանի դասագիրք, ուղղակի հենց դասագիրք, երկրորդ դասարանի դասագիրք եւ այլն։ Այսինքն իրանք լիարժեք չեն կարող ծառայել որպես գործիքներ ճիշտ դասերը կազմակերպելու համար։ Հենց թեկուզ եթե մաթեմատիկայի օրինակներ վերցնենք, առաջի դասարանում կան առաջադրանքներ դրված, որ դրանք նախապատրաստում են 9-րդ դասարանում, 10-րդ դասարանում, 11-12-ում այս ինչ թեման անցնելուն։ Այսինքն այս համակարգն է ամբողջապես կարևոր։ Հետևաբար իսկ զանգակը փորձում է հենց այդպես անել, փորձում է ստեղծել դասագրքեր, որ կլինեն համակարգված եւ առաջինից մինչեւ 12-րդ դասարանների համար։ Ու մենք շատ ենք կարևորում հատկապես այն առարկաները, որոնք ձևավորում են աշակերտին։ Դրանք մայրենի դասագրքերն են, հետո գալիս է դառնում լեզու գրականություն, դրանք մաթեմատիկայի դասագրքերն են, հետո դառնում հանրաշիվ երկրաչափություն, դրանք երաժշտության դասագրքերն են, կերպարվեստի դասագրքերն են, հետագայում կարող են դառնալ մինչև 12-րդ դասարան կարող են հենց այդպես շարունակվել, բայց կարող են 7-րդ դասարանից դառնալ արվեստի դասագրքեր եւ այլն, այսինքն հասարակագրության դասագրքերն են, որոնք երեխուն ձևավորում են։ Հենց այս գրքերն է, որ մենք դրանով մարդ ենք ձևավորում եւ մենք այս պահին զանգակը շատ իրեն պարտավորված է համարում, որ ճիշտ դասագրքեր ուղարկի դպրոց, որպեսզի կարողանանք ճիշտ սերունդ դաստիարակել։ Անկախ ամեն ինչից մենք տեսնում ենք ինչա կատարվում մեր շրջապատում, ինչա կատարվում աշխարհում եւ աշխարհում կատարվող երեք էլ խոսեցինք այս թեմաների մասին, բացասական փոփոխությունները այսօր ավելի շատ են քան դրական եւ տեսնում ենք որ սա մեր դաստիարակության, մեր տված բանի արդյունքն է։ Շատ բացասական բաներ ենք արել հավանաբար կրթական համակարգում, որ ստացել ենք այսպիսի մի քաոսային վիճակ։ Հետեւաբար եթե մենք այս համակարգում փոփոխություններ չանենք, փոփոխված աշխատանք չանենք, մենք հետո ավելի վատ վիճակների մեջ կմնենք։ Դրա համար մենք փորձում ենք, որ մարդ ձևավորող, աշակերտ ձևավորող գոնե առարկաները զանգակը փորձում է ինքը հրատարակի եւ անպայման այդ առարկաների հիմքում դնում են գաղափարական հենքեր եւ փորձում ենք որ ճիշտ գաղափարական հենքերի վրա կառուցենք այս ամբողջը։ Դրա համար մենք կարող ենք նույնիսկ արմատական փոփոխություններ անենք մեր հեղինակային խմբերի մեջ, կարող է արմատական փոփոխություններ անենք մեր մոտեցումների մեջ, մեր կոնցեպտի մեջ դասագրքաստեղծ գործընթացի, դասագրքերի ստեղծման կոնցեպտների մեջ փոփոխություններ անենք եւ որտեղ մենք էլ ենք ուսումնասիրման մեջ այս բային հետազոտում ենք, ուսումնասիրում ենք, հասկանում ենք ինչ պիտի անենք, որ կարողանանք աշակերտի ոչ թե հետևից գնալ, այլ առաջից գնալ։ Այսօր ամբողջ աշխարհում ոչ մի երկրում այդպես չի, որ մենք մտածենք, որ կրթությունը կարողանում է աշակերտի սովորողի առաջից գնալ։ Կրթությունը այսօր մարդուց հետ է մնում, երեխաներից հետ է մնում, եւ երեխաները առաջ են անցնում, հետեւաբար կրթությունը դառնում է ձևական մի բան։ Հետեւաբար մենք փորձում ենք գտնել ինչ-որ ճանապարհներ, բայց որպեսզի մենք կարողանանք մոդելավորված այսպես առաջից գնալ ու երեխային գոնե մեզ զուգահեռ տանել կամ մեզանից հետո բերել ինքը որ մեզ չանցնի, իհարկե որ անցնի դա շատ լավ է, բայց բոլոր դեպքերում մենք պիտի ուղղորդիչ դերում լինենք ու կարողանանք իրան ուղղորդել մինչև գոնե դպրոցն ավարտելը։ Իսկ որպեսզի դա կարողանանք անենք, մենք պիտի համակարգված աշխատանք կատարենք իր հետ։ Եթե համակարգված աշխատանք չկատարենք, ոչ մի արդյունքի չենք հասնի։ Իսկ ձեզ համար շատ ավելի հեշտ կլինի համակարգված աշխատանք անել այն դեպքում, եթե ձեր ասած տիկին Հասմիկ ընտրեք նույն հրատարակության փաթեթը։
Եվ կտեսնեք, որ այս դեպքում այդ երեխու մեջ շատ ավելի հեշտ է ինչ որ մի բան ձևավորել, ինչ որ մի արժեք դրել, քան եթե առանձին գրքեր են, առանձին արժեքների մասին են խոսում եւ այլն։ Հիմա մենք ցուցակագրած անգամ ունենք այսօրվա այն արժեքները, որ փորձում ենք ներարկել երեխայի մեջ։ Ամբողջ բլումի այդ աֆեկտիվ տարածքի աշճանակարգը դրել ենք մեր շուրջը եւ կառուցում ենք դրա շուրջը, ինչպես բացենք երեխային, ինչպես աշխատենք նրա հետ, արժեքը ոնց ներմուծենք նրա մեջ, ինչ անենք, որ այդ արժեքը դառնա նրա արժեքային համակարգի մի մասը եւ զարգացնենք դա։ Իսկ եթե մենք այդ արժեքը փորձենք անել, ենթադրենք ազնվությունն ենք ուզում դնենք, կամ բարիությունն ենք ուզում դնենք, կամ հոգատարությունն ենք ուզում դնենք, եթե դա մենք անենք զուտ մաթեմատիկայի միջոցով, կամ առանձին անենք մայրենի միջոցով, չի կառուցվի դա, համալիր աշխատանք է պետք։ Դա պետք է անենք եւ երաժշտության միջոցով, եւ մաթեմատիկայի միջոցով, եւ մնացած բոլոր առարկաների միջոցով, որպեսզի կարողանանք ինչ-որ մի արդյունքի հասնենք։ Այլ կերպ դուք էլ բոլորդ էլ դասվարներ եք, բոլորդ էլ դպրոցի աշխատողներ եք կամ երաժշտության մասնագետներ եք, դուք գիտեք, որ մարդուն, եթե ասենք մի փոքր ինչ-որ մի բան փորձես դասիրակես, հատկապես երեխային, ինչքան խանգարող հանգամանքներ կան, այդ բոլորը պիտի համակարգված կարողանանք, անգամ փողոցին պիտի միացնենք մեզ, անգամ ընտանիքին պիտի միացնենք մեզ, որպեսզի կարողանանք հաջողությունների հասնենք։ Բայց որպեսզի մենք գնանք դեպի այդ քայլերը, վաղը կարողանանք ընտանիքին էլ ընդգրկել մեր շուրջը, կարողանանք փողոցն էլ ընդգրկել մեր շուրջը եւ գոնե մի քիչ հանդուրժող սերունդ դաստիարակենք, այսօր տեսնում եք, չէ՞, ինչա կատարում մեր երկրում, ոչ մեկին չի հանդուրժում, ոչ մեկին չի ընդունում, բոլոր իրանց եսն են առաջ քշում եւ այլն։ Որպեսզի կարողանանք մի քիչ փոփոխություններ անել, մենք համարում ենք առաջի քայլերը առարկաները, դասագրքերը, գոնե մենք որպես հրատարակիչ մեր գործը դասագիրքն է եւ փորձում ենք այդ դասագրքերը կառուցել նույն արժեքների շուրջ եւ փորձում ենք այդ արժեքները մեկը մյուսի օգնությամբ ներածել երեխաների մեջ։ Սա է այդ այսօրվա մեր առանձնահատկությունը, զանգակի դասագրքերի առանձնահատկությունը։ Հետևաբար ես շատ ուրախ եմ, իհարկե, որ դուք նայում եք, տեսնում եք եւ կարող եք շատ երկար-բարակ անգամ չմտածել, որտեւ իրականում այդ բաները մեզ գալիս են, որ եթե զանգակում ունի դասագիրքը, ուրեմն վերջ, ընտրում ենք զանգակի դասագիրքը։ Ես դրա համար շատ ուրախ եմ եւ դա հենց պատահական չի, որ այդպես է։ Դա նշանակում է ուսուցիչների կողմից զանգակը ընդունվում է որպես լուրջ կառույց, լուրջ գործեր ստեղծող կառույց եւ դրա համար շատ շնորհակալ եմ բոլորիդ, որ ընտրեք մեր դասագրքերը, օգտագործեք մեր դասագրքերը։ Բայց ստե գալիս է նաեւ հակառակը, դրա մյուս կողմը, հարցի, որ ասում են բանի մյուս երեսը։ Մյուս երեսը նաեւ որ մենք էլ պիտի մեզ պարտավորված համարենք եւ պարտավորված ենք համարում ամբողջ տարին աշխատելու ձեզ հետ։ Այլ առարկաների գծով բավականին շատ աշխատանք են կատարել մենք ձեզ հետ, մայրենի կլինի դա, թե կլինի մաթեմատիկան եւ այլն։ Մենք հիմա պիտի աշխատենք ավելին անել նաեւ եւ երաժշտության առարկայի գծով եւ կերպարվեստի գծով եւ մյուս առարկաների գծով։ Հիմա դրա համար մենք սկզբից որ հարցրեցինք ձեզ, որ ովքեր են դասվարներ, ովքեր են երաժշտության մասնագետներ, զուտ հարցը նրա համար էր, որ մենք կարողանանք կողմնորոշվել, թե ինչպիսի աշխատանք պիտի կատարենք այս հետ դպրոցներում, առաջի դասարանում դասավանդողների հետ, 4-րդ դասարանում եւ ընդհանրապես մյուս դասարաններում դասավանդողների հետ։ Որտեղ մասնագետի հետ աշխատանքը բոլորովին ուրիշ բան է ուզում, ոչ մասնագետի հետ, չասենք ոչ մասնագետ, դասվարի հետ, որի երաժշտական կրթություն չունի, աշխատանքը բոլորովին ուրիշ բան է ուզում։ Բայց ես ինձ մոտ մի բան արձանագրեցի, քանի որ հայտաբղետությունը շատ է, եւ այս տարի մեր դասագրքերի մեջ հայեցակարգային լուրջ փոփոխություններ արված, մնացած դասագրքերին դուք ծանոթ եք, 2-3 դասարանին։ Ես ձեզ անկեղծորեն եմ ասում, այս դասագրքերը 2-3 դասարան դասագրքերի նման չեն։ Նրանց հեղինակային խումբը բոլորովին ուրիշ է եղել, հիմա հեղինակային խումբը բոլորովին ուրիշ է, հիմա այս դասագրքերի առաջի եւ 4 դասարանի կոնցեպտը բոլորովին ուրիշ է, կարող է ավելի վատն է, կարող է ավելի լավն է, չեմ կարող ասել, քիչ հետո հեղինակները որ ներկայացնեն, իրանք ավելի լավ կգնահատեն, բայց նոր կոնցեպտ է, նոր հեղինակային խումբ է, նոր աշխատանքներ է պահանջվում եւ մենք էլ հեղինակային խմբի հետ համատեղ պիտի կարծում եմ ամբողջ տարին լինենք ձեզ հետ։ Ես մտածում եի նաեւ հետեւյալը, որ հիմա մենք միասին, ես էլ ձեր հետ համար մեկը ես խնդրելու ենք մեր հեղինակային խմբին, մեր ուսումնական թիմին, որպեսզի պատրաստեն գոնե մի քանի հատ սեմինարներ, դրանք կլինեն
ուղիղ եթեր սեմինարներ, ոնց որ հիմա այս կարգի հանդիպումներ, թե կլինեն առանձին տեսանյութեր, որ կնկարահանենք եւ կտրամադրենք, կդնենք YouTube-ի անալիքներում, որ դուք կարողանաք անհրաժեշտության դեպքում օգտվել դրանից, բայց կարծում եմ, Անի ջան, անպայման պետք է կազմակերպենք եւ գոնե մի քանի հատ տեսանյութեր այս ուղղությամբ պիտի ուսուցչին օգնություն որպես տեսադասեր տանք։ Այս մենք առանձին ուսուցչին օգնության, բայց մենք պիտի նաև պատրաստենք տեսադասեր հենց ուղիղ դպրոցների համար, ուղիղ աշակերտի համար, որ ուսուցիչը ենթադրենք այդ 5 րոպեանոց տեսադասը կամ 10 րոպեանոց տեսադասը, որ այդ տեսադասերը վարում են մեր հեղինակները կամ ավելի փորձառու երաժշտության մասնագետները, ուղղակի հենց միացնում են իրանց էլեկտրոնային գրատախտակի վրա կամ մի այլ բան եւ դասի ենթադրենք առաջի 10 րոպեն նվիրում է դրան, որից հետո արդեն սկսում է քննարկումները եւ կարծում եմ սա բավականին մեծ օգնություն կլինի մեր ուսուցիչներին։ Մենք փորձենք մի հատ կճշտենք ձեր հետ, տեսնենք ինչի կարիք որ դուք ունեք, հետադարձ կապը անպայման ուժեղացնելու ենք եւ շատ ենք պարելու, հատկապես որ մեծ մասն էլ դասվարներ են եւ մենք գրեթե բոլորս բոլորին ճանաչում ենք, մենք կփորձենք ձեզանից քաղել այն բոլոր պահանջները, որ դուք այսօր ունեք, որպեսզի կարողանանք ձեզ բավարարենք։ Այսքանը։ Շնորհակալություն ձեզ։ Կարծում եմ տարի միասին կրնենք։ Այսքան Եթե ուզում ես կարող եմ շարունակել։ Չէ, ուղղակի ոնց որ թե քիչ են մտել, այո, նախ բարև ձեզ, Կապանից եմ, 6-րդ դպրոցի երաժշտության ուսուցչուհի։ Մենք հասկացանք, որ արդեն վերաբերմունքից զգացինք, որ դուք Կապանից եք, էլի են։ Ահա, այ ապրեք։ Անպայման։ Ուղղակի շատ որ միացակ։ Հա։ Մենք ըստ էության մի քիչ առաջ ենք սկսել Տիկին Հարությունյան, մի անհանգստացեք, պարոն Մկրտչյանը ներկայացնում էր այն հայեցակարգային կարևորությունը, որ մենք դրել ենք տարրական դասարանի դասագրքերում, նկատի ունենալով եւ երաժշտություն առաջին դասարանը եւ Այբենահանը Մարինի մեկը կերպարվեստը մաթեմատիկան եւ ներկայացում էր թե որքան կարևոր կլինի, եթե համալիր ձևով դասագրքերը ընտրվեն այն խմբի ստեղծած դասագրքերը, որոնք բոլոր քանակապես մեծ թիվ են կազմում, այս դեպքում զանգակին է եւ հիմնավորում էր թե ինչու է այդպես, ոչ թե համոզում էր, այլ հիմնավորում էր թե ինչու է դա ավելի արդյունավետ եւ ուսուցչի եւ աշակերտի համար։ Պարոն Մկրտչյան, շատ շնորհակալություն, իհարկե տեսադասների գաղափարը հիանալի է եւ հաստատ մենք վստահ եմ, որ մեր հեղինակային խումբը այս հարցում մեզ միանշանակ աջակցի եւ սա կիրականացնենք իշահ մեր ուսուցիչների եւ ի օգնություն իհարկե։ Հիմա սիրով խոսքը փոխանցենք արդեն մեր հեղինակներին։ Մեր Տիկին Սարինան կարծես թե դեռ չի միացել, բայց պարոն Ավանեսով կխնդրեմ երբ ձեզնից սկսենք, ներկայացնենք գրքի երաժշտություն առաջին դասարանի կարևոր առանձնահատկությունները, որ դուք կշեշտադրեք, մինչ հուսամ Տիկին Սարինան եւս կմիանա եւ ձեր խոսքը կլրացնի։ Համեցեք։ Ես որքան հասկանում եմ, Տիկին Սարինան միացել է, բայց ինչ որ երևի Այո, հրաշալի է։ Տիկին Սարինան մեզ հետ եք։ Ես լսում եմ, այո, ես արդեն կարողացա ճանապարհից։ Հիանալի է, բարի գալուստ, բարի երեկո, շատ ուրախ եմ, որ այստեղ եք եւ ըստ էության մեր բովանդակային քննարկումը դասագրքերի կառուցվածքի առումով կարող ենք մեկնարկել։ Այդ դեպքում խոսքը թերևս Տիկին Սարինան ձեզ հղենք, համեցեք։ Եվ հետո պարոն Ավանեսովը կամ ինչպես հարմար է, ինչպես հարմար։ Որ Արտուր Ավանեսովը նախընտրելի է որ սկսի։ Հրաշալի է, պարոն Ավանեսով, համեցեք։ Շատ բարի, նախ շատ շնորհակալություն, որ բոլորդ այստեղ հավաքվել եք եւ շատ կարեւոր էր նաեւ իմանալ արդյոք խոսքը հենց երաժշտության ուսուցիչների մասին է, թե դասվարների մասին, ինչու ես փոքրինչ հետո կներկայացնեմ։ Ուրեմն ասեմ ի սկզբանե դասագրքի պատմությունը։ Իմ հիմնական կրթությունը իհարկե կոնսերվատորիան է, բայց ես զբաղվում եմ մանկավարժությամբ երկար տարիներ եւ բնականաբար ինչքան գնում է, այնքան աստիճանաբար իջնում ենք դեպի ավելի ցածր դասարաններ, որովհետև իմ նախնական փորձը դասագրքերի հետ եղել է բարձր դասարանների դասագրքերի հետ կապված եւ բնականաբար կամաց-կամաց հասկանալով խնդիրները փորձել ենք այս տարի մոտենալ նաեւ առաջի դասարան։ Հիմա ինչն է հիմնական հարցը։ Ինձ թվում է այստեղ հավաքված մանկավարժներից շատերը ինձ հետ կհամաձայնեն,
որ առաջի դասարանում ոչ այնքան կարևոր է դասագիրքը, որքան մշակված մեթոդաբանությունը դասավանդման եւ իհարկե մեթոդական ձեռնարկը։ Շատ տարբեր մեթոդիկաների հետ ծանոթանալով, ուրեմն շատ հաճախ տեսնում ենք, որ դասագիրք չկա, բայց ուսուցչին տրված է հստակ առաջարկ, թե ուսուցիչը ինչ պետք է անի դասից դաս եւ իհարկե ինչ նպատակներ եւ վերջնարդյունքներ ունի ամբողջ առարկան, ինչ ենք մենք ուզում հասկանալ։ Ինչից ելնելով գրվեց այս դասագիրքը։ Առաջին դասարան սովորողները հիմնականում գալիս են արդեն որոշակի փորձ ձեռք բերած երգերու հետ կապված։ Լինի դա մանկապարտեզ, լինի դա տանը, լինի դա դրսում եւ այլն, հեռուստատեսությամբ լսված երգերը եւ այլն։ Ինչն է մեր խնդիրը։ Երկու տարբեր մոտեցում կարող ենք որդեգրել։ Մի մոտեցումը կլիներ, եթե մենք հիմնվեինք այս փորձի վրա եւ ուրեմն շարունակեինք այս փորձառությունը, որը ըստ իս այդքան էլ էֆեկտիվ չի որպես երաժիշտ խոսելով, որովհետեւ իրականում դպրոցի հիմնական նպատակը մենք տեսանք այն բանում, որ մի կողմից դպրոցը չպետք է իսկ ուրեմն այսպիսի տարբերություն դնի երեխայի արդեն իսկ ձեռք բերած լսողական փորձը եւ դպրոցում սովորածը, բայց մյուս կողմից դպրոցը թեկուզ շատ թաքուն, խորապես թաքնված ձևով, բայց այդուհանդերձ շատ զգալի հասնի իր կրթական նպատակների։ Որոնք էին նպատակները։ Առաջինը, բնականաբար, գրել դասագիրք, որտեղ տարբեր գործունեության ձևերը լինեն հավասարակշռված, չնայած գերակշռի երգելը։ Որովհետև վերջի վերջո խոսքը առաջի դասարանի մասին է եւ ամենաճիշտ տարբերակը հասնելու նպատակին դա իհարկե երգել է։ Ինչ ենք մենք առաջարկել այս առումով։ Իհարկե, եթե ժամանակ եք ունեցել արդեն իսկ բացելու մեթոդական ձեռնարկը, կարող եք տեսնել այդտեղ բավականին մանրամասն նկարագրություն, ընդ որում դասից դաս մանրամասն նկարագրություն, որը ես ինքս քաչ հասկանում եմ, որ պետք կլինի ոչ թե այն ուսուցիչներին, որոնք արդեն իսկ աշխատել են բազմաթիվ տարիներ, արդեն իսկ ծանոթ են մեթոդաբանությանը եւ կարող են իրենք առաջարկել գործունեության ձևեր, այլ որպես օգնություն ուսուցիչներին։ Մենք ինչպես ենք պատկերացրել եւ իհարկե ուսուցիչը ինչպես է պատկերացնում, ինքը իհարկե ազատ է այդ ամեն ինչի մեջ վերադասավորումներ անել եւ այլն։ Ինչ ենք առաջարկում։ Առաջինը, որպեսի երեխայի ուրեմն երգելու հետ կապված այդ փորձառությունը հիմնված լինի հայկական երաժշտության վրա։ Այստեղ մենք չենք բացում որևիցե Ամերիկա, բնականաբար եւ կոմիտասի ուսումնասիրություններ կային այդ առումով եւ շատ ավելի շատ ուրեմն հայ մանկավարժների ուրեմն գրած բաներն են եւ առավել եւս Փառք Աստծո, որ մենք ունենք հսկայական մանկական երաժշտության գրականություն։ Բայց այս մանկական երաժշտության գրականությունից պետք է զատվեր մի քանի բան։ Առաջինը, մենք պետք է առաջարկենք միայն այնպիսի բաներ, որոնք որ իրագործելի են առաջին դասարանում։ Այսինքն ոչ բարդ երգեր, որոնք որ չեն կարող վնասել երեխայի ձայնը, երգեր, որոնք որ չեն կարող ուրեմն առաջարկել ինչ որ այսպիսի թեմաներ կամ այսպիսի ինչ որ հուզական աշխարհ, որը որ գուցեև դեռ վաղ է առաջին դասարանում անդրադառնալ, հա։ Եվ մյուս կողմից երգեր, որոնք հիմնված են հայերենի շեշտադրության վրա։ Այսինքն երգեր, որոնք չեն սովորացնում այդ հեռուստատեսային երգերի նման բան, երգել սխալ հայերենով, երգել մի բան, որը որ կարող է խաթարել ուրեմն նրանց խոսքի զարգացումը, այլ հենց հիմնված լինելով այս ճիշտ առոգանության եւ ճիշտ շեշտադրության վրա։ Դա առաջին կետն էր։ Երկրորդ կետը բնականաբար որպես օգնող երևույթ, այդտեղ պետք է հանդես գային նաև տարբեր ձևի վարժություններ, ընդ որում թե ձայնավարժություններ, թե խոսքի վարժություններ, այսինքն այդտեղ կան շուտ ասելուկներ, այդտեղ կան բանաստեղծություններ, որոնք նաև բացահայտում են տվյալ երգի կերպարը եւ այլն։ Դրան էլ ենք անդրադարձել։ Բնականաբար խաղի կոմպոնենտը պետք է լինի շատ եւ այդ խաղերը նկարագրված են շատ մանրամասն ուրեմն մեթոդական ձեռնարկում եւ խաղերը միշտ կապված են այն երգերի բովանդակության հետ, որոնք որ տվյալ պահին անցնում են։ Եվ իհարկե երաժշտություն ընկնդրելու կուլտուրան պետք է աստիճանաբար զարգանա, այստեղ մենք նույնպես սկսում ենք հայ երաժշտությունից, բայց կամաց աստիճանաբար սկսում ենք բացահայտել նաև տարբեր ուրիշ ազգերի երաժշտություն, դեռևս միայն որպես լսողական փորձ եւ բնականաբար որը որ կապված է ուրեմն դասագրքի թեմայի հետ։
Չափորոշիչը մեզ առաջարկել է 3 տարբեր հիմնական թեմաներ, բայց այդ 3 թեմաները մենք փորձել ենք նաև զուգակցենք ամբողջ այդ առկայի հետ, որը որ ուրեմն թե ինչ տրամաբանության պետք է հետևի դասագիրքը։ Բնականաբար ամենատաժական բանը, որ մենք պետք է հաշվի առնենք, դա նախ եղանակների փոփոխությունն է, այսինքն տարվա եղանակների փոփոխությունն է, մյուս կողմից աստիճանաբար ավելացող գիտելիքները ուրիշ ասպարեզներից, հա, օրինակ, պարզ է, որ նոր եկած աշակերտը սովորողը դեռ տառաճանաչ չէ։ Մյուս կողմից աստիճանաբար այդ տառաճանաչությունը զարգանում է ուրեմն արդեն երկրորդ կիսամյակում եւ կիսամյակի վերջում արդեն մենք կարող ենք ինտեգրել այդ պարապմունքների մեջ ոչ միայն զուտ երգը կամ զուտ խաղը, այլ նաեւ իր տառաճանաչ լինելու փաստը եւ ապահովենք տարբեր առարկաների միջև այսպես զուգահեռներ։ Դա մեր հիմնական ուրեմն հարցն է։ Հիմա դասագիրքը որպես այդպիսի ինչ է պարունակում։ Պարունակում է բոլոր երգերի տեքստերը, անկախ այն բանից, որ սովորողը չի կարող կարդալ ուրեմն դեռ ամենասկզբին, սա ուրեմն մի քանի նպատակ է հետապնդում։ Առաջինը, երկրորդ կիսամյակում բնականաբար նույն սովորողը կարող է կարդալ։ Նույն երգի տեքստի կողքին կա նաև նկար, կա նաև պատկեր, որ բացահայտում է այդ տեքստի իմաստը։ Եվ վերջապես, իհարկե, առաջին դասարանում մենք շատ լավ հասկանում ենք, որ ծնողի մասնակցությունը շատ կարևոր մասնակցություն է եւ ծնողը պետք է իմանա տվյալ պահին իր երեխան դպրոցում ինչ է անցնում, ինչի մասին է անցնում։ Մենք չենք ասում, որ ծնողը անպայման պետք է երեխայի հետ պարապի կամ այդ երգերը սովորի տանը, որը մենք բացառում ենք, առհասարակ տանը այդ ուրեմն երգեր կրկնելու երևույթը մեզ համար լրիվ անընդունելի երևույթ է, բայց մյուս կողմից ծնողը որպեսզի տեղյակ լինի ինքը ինչ անցնում եւ այլն, եւ որպեսզի ամբողջ դասագիրքը նաեւ լինի համասեռ, ոչ թե հայտնվի կեսից տեքստային կոմպոնենտ, այլ տեքստային կոմպոնենտը շատ սեղմ, հակիրճ ուրեմն պարունակվի նաև դասագրքում։ Նաև ներկայացված են դասագրքում խաղերի պատկերները, այսինքն այն խաղերը, որոնք որ ենթադրվում է, որ պետք է խաղան, ինչ որ կամ այլաբանական կամ ինչ որ մի ուրիշ ուրեմն պայմանական ձևով նաև ներկայացված են դասագրքում։ Դասագիրքը բնականաբար ունի QR-ներ, բայց այդ QR-ների մասին մի բան էլ ասեմ եւ շատ չերկարաբանեմ, QR-ները վերաբերում են միայն երաժշտական նյութի ունկնդրմանը, այսինքն այն, ինչ որ մենք առաջարկում ենք լսել դասերի ժամանակ։ Ընդ որում այդ լսելն էլ կապված է երաժշտական տարբեր երևույթների հետ։ Դրանք կարող են լինել մեղմ ուժգին կամ ուժեղ կամած հասկացությունները, օրինակ, որոնք որ ամենատարրականն են։ Մենք չենք առաջարկում, որպեսզի իրանք առաջին դասարանում սովորեն ֆորտե կամ պիանո օրինակ եզրույթները, հա։ Մենք առաջարկում ենք մի բան, որը որ իրենց ծանոթ է, բառեր, որ իրենց ծանոթ է։ Եվ մի կարևոր բան, որ մենք աշխատել ենք որպես սկզբունք, դասագրքից առհասարակ հանենք հրամայական եղանակը։ Դա շատ կարևոր էր, որ չլինի դասագրքում օրինակ լսիր, խաղա, պարիր, երգիր, այլ լինեն ավելի նեյտրալ բառեր, որոնք որ երեխային կառաջարկեն գոնե մտածել, որ դպրոցը ոչ թե հրահանգներ կատարելու վայր է, այլ դպրոցը ուրեմն համընդհանուր իրար հետ իրականացվող գործողություններ կատարելու վայր։ Դա շատ կարևոր էր մեզ համար։ Մի բան էլ շատ կարևոր էր մեզ համար, որը իհարկե որոշ ուսուցիչներ կընդունեն այդ բանը, որոշները չէ, որ ուսուցիչը անպայման պետք է բոլոր երգերը, որոնք անցնում է դասի ժամանակ, ցույց տա երգելով, այլ ոչ թե լինի ձայնագրություն, ուրեմն, որը մեկ ընդմիշտ ֆիքսված ձայնագրություն է, ընդ որում ձայնագրություն Աստված գիտի, մեծահասակի ձայնով, թե երեխայի ձայնով եւ այլն, որպեսզի երեխաները ոչ թե կրկնօրինակեն ձայնագրությունը, որը որ իրենց մեկ ընդմիշտ տրված է, այլ ուսուցիչը ամեն անգամ տարբեր ձևով է երգում, տարբեր անգամ տարբեր շեշտադրություններ է անում, կամ երգը դարձնում է խաղ, վոկալ ուրեմն ձայնաբարձությունների հետ կամ ձայնի հետ աշխատելու մեթոդիկա տրված եւ այլն, որպեսզի ֆիքսված լինի մեկ ընդմիշտ միայն ունկնդրման նյութը, այլ ոչ թե երգելու նյութը։ Դա կարևոր սկզբունք է այստեղ։ Երևի այսքանը, եթե Տիկին Սարինան ինչ որ հավելում ունի։ Շատ շնորհակալություն պարոն Ավանեսով, հետաքրքիր եւ բովանդակալից մեկնաբանության համար։ Սիրով խոսքը փոխանցենք մեր Տիկին Սարինային։ Տիկին Սարինա ջան, համեցեք։ Հիմա մեկ վարքյան ես այստեղ Այո, համեցեք։ Բարև ձեզ եւ շատ ուրախ եմ, որ առիթ եղավ ներկայացնելու դասագիրքը
եւ ես պիտի միայն մի քանի կետի վրա փորձեմ ուշադրությունը ուղղել, որ անշուշտ ինչպես որ հասկացաք, երկեցողությունը ամենակարևոր տեղն է զբաղեցնում դասի ընթացքում եւ այն երգերի ուսուցման մեթոդաբանությունն է ամենակարևորը լինելու դասատուի իմանալու մանկավարժի ուսուցչու իմանալու համար եւ երգը հիմք է թե շարժումների, թե ընդհանրապես խաղի ամեն ինչի ռիթմական վարժությունների ժամանակ եւ երեխաների երկեցողությունը զարգացնելու այդ նոր եւ ոչ թե նոր, այլ զանազան մեթոդները, որը առաջարկում է գրքում, շատ կարևոր է որպեսզի կիրառվեն եւ կարևոր է անշուշտ երգելու այդ ընթացքում դաստիարակել խոսքի մշակույթի կանոնները եւ երգի բառերը, երգի մեղեդային կառուցվածքը իբրև վարժությունների հիմք են դառնում։ Այս է նաև գրքի առանձնահատկությունը, որ առաջարկում է այդ վարժությունները կատարել տվյալ երգի հիման վրա բառերի, թե շատ հետաքրքիր աշխատանք է կառուցվում յուրաքանչյուր երգի բառերի եւ մեղեդային գծի վրա եւ առանձնացնելով թեկուս եւ մի փոքրիկ զիրնո հատված երգչային կորիս, դա, որը դառնում է տվյալ դասի կենտրոնում այդ ռիթմական կամ այդ ինտոնացիոն հատվածը երգի զարգացմանը այդ դասի ընթացքում եւ նաև մեթոդաբանությունը երգերի, այսինքն երգերի միջոցով մենք երեխաների արտիկուլյացիա դիկցիա կարգավորում ենք, քանի որ երեխաները դեռ այդ ժամանակ լավ չեն խոսում եւ ունեն օգնության կարիք, որպեսզի կարողանան ճիշտ ուղղությամբ տանել իրենց, որպեսզի երգերի միջոցով երկեցողության ճիշտ երկեցողության կանոններով զարգացնենք իրենց նաև խոսքը, ճիշտ արտասանությունը եւ անշուշտ երգերը ընտրված են զգուշությամբ, ինչպես որ Արտուրն Ավանեսով ասաց քիչ առաջ, զգուշությամբ եւ աստիճանաբար բարդացնելով անշուշտ աշխատանքը, զարգացնելով երեխաների երգչային դիապազոնը եւ շատ նուրբ են նաեւ երգերը ընտրված ըստ դիապազոնի զարգացման, այսինքն ոչ թե պատահական, այլ մտածված է այդ ամենը արված եւ շատ կարեւոր է նաեւ երգերի միջոցով երեխաների այդ խնդիրները կապված իրենց ցայնի հետ շտկելը այսպես երգերը շատ նրբությամբ են ընտրված շատ կարեւոր է այդ տարվա համար այդ տարիքի համար երեխաների Շատ շնորհակալություն Տիկին Սարինա, կարևոր դիտարկումներ կատարելու համար։ Սիրելի ուսուցիչներ, սիրելի մանկավարժներ, եթե հենց երաժշտություն մեկի հետ կապված կան հարցեր, թերևս ավելի ճիշտ կլինի հիմա դրանք ուղղել եւ հետո նոր տեղափոխվենք երաժշտություն 4 դասարանի աշխարհ, որպեսզի թեմատիկ ուրեմն տրամաբանությունը կարողանանք պահել, եթե դեմ չեք։ Եթե հարցեր ունեք կամ գրեք զրուցանում կամ ինչպես որ իհարկե մի հարց ունեմ Անի ջան, իմ հարցը կապված է պատկերազարդման հետ։ Այո, ես սիրով ներկայացնի շատ լավ կլինի, այլ կերպ հեղինակները պետք է ստիպված լինեն մի փոքր խոսել նաև պատկերազարդման մասին։ Իհարկե։ Մեծ սիրով ընտրված է մինիմալիզմ ձևը, որտեղ երեխան էջին նայելով, այն երեխան, որը դեռ տարեր այդ տարիքին չգիտի եւ դեռ կարդալ չգիտի, նա կարող է էջին նայելով տեսնել, թե ինչի մասին պիտի լինի այդ օրվա երգը եւ մեկ դասը մեկ թեմայի շուրջ է ամեն կառուցված մեթոդական ձեռնարկում եւ երեխան նայելով էջին դասի այդ պատկերին անմիջապես վառ պատկերացնում է առանց մտածելու հավատացեք արդեն գիտի ինչի մասին պիտի այդ օրը նվիրված լինի այդ երգը Եվ ես
վստահ եմ, որ ոչ մի երեխա չի սխալվի թեման ասել այդ պարագայում, տեսնելով թե նապաստակին, թե մեկ ուրիշ ջուտիկին, թե քնած թրջունին, որը ցարի ճուհին է քնել եւ արևը, որը քնեց, հետո արթնացավ արևը, հետո լուսինը, որը այսպես հենվել է սարի ուսին, երբ որ ինքը երկում է այդ շուրջպարը եւ շատ այսպես մեղմիկ փաթաթվել է այդ սարի ուսին եւ այն ալվան ծաղիկը, որը որ սարի գագաթին է, շատ պատկերավոր է այս կերպարը մինիմալիզմի մեջ, որբեզի չլինի սումբուր, այսինքն խառնաշփոթ, որ երեխան էջին նայում է, չի կարող կենտրոնանալ։ Գիտեք, այսօր մենք լուրջ խնդիր ունենք կենտրոնացնել երեխաներին եւ դա կասի յուրաքանչյուր դասատու։ Ես մոռացա ասել, որ ես անշուշտ դեռ 18 տարեկան էի, երբ դասավանդում էի այդ առարկան դպրոցում եւ շնորհակալ եմ իմ ուսուցիչներին, իմ ուսուցչին, խմբավար է, հայտնի շատ Ռուսաստան, որի շնորհիվ ես ուսումնասիրեցի Կաբալևսկու մեթոդը ծայրից ծայր եւ բոլոր այս երաժշտության դասավանդման մեթոդիկաները, որոնք որ այդ ժամանակ սկիզբ զարգացած էին Ռուսաստանի տարածքում եւ Կաբալևսկու հեղինակած այդ փորձերին գիրառվում էին իրենց այդ առանցին հաստատությունում եւ ուսումնասիրեցի նաեւ շվեյցարական, ավստրիական մեթոդիկան, Շուլվերքի հետ շատ ծանոթ էի եւ ասեմ, որ այս ռիչիտացիա, որպեսզի երեխային կարողանանք ասերքից բերել երկեցողություն, ամենակարևորն է, որը նաեւ մեր երկեցողության ուսուցման մեջ շատ կարևոր է, որպեսզի բերենք, դա Շուլվերքի նաեւ հիմքում է այդ տարիքի համար գրված։ Շատ կարևոր է նաեւ անշուշտ օգտագործել ռիթմական Գարլորֆի հիմունքները իր դասապրոցեսի ընթացքում, շատ կարևոր է հունգարական դպրոցի հիմունքները Կոդայի եւ Բելա Բարտեկի, որոնք որ կյանք են նվիրել եւ որոնց մասին միշտ ասում էր Կոմիտասը, ինչպես պիտի լինի այն։ Եվ մտնելով դպրոց, գիտեք, ես տեսել այն ժամանակ ուրիշ էր երեխաների կենտրոնացնելը ավելի հեշտ էր, գիտեք, իսկ այսօր երբ դպրոց մտնում եմ, ես ինքս տեսնում եմ, որ մի քիչ հետաքրությունները քանի շատ են երեխաներին դպրոցում կենտրոնացնելը մի քիչ խնդիր է եւ այդ էջը, որը պատկերազարդված է մինիմալիզմի հիման վրա, առանց մտածելու, որովհետեւ ինքը զանազան պատկերների մեջ չփնտրի, թե ինչի մասին է, ինքը վարքյանական, առանց մտածելու, առանց սխալվելու եւ շատ լավ սիրելով այդ կարծում եմ Նուրբիկ նապաստակին ամիջապես ասում է, որ սա մեր նապաստակն է, որը կանաչ բացադում, բազբզում է թրջկոդում։ Գիտեք, շատ կարևոր է սա եւ գիտեք, այս դասագրքով ամփոփվում են երեխայի այդ 6 տարվա մեջ սովորած երգերը, թե գնդակը եւ երեխան ինքը օտար չի զգում դպրոցում, այդ դասին օտար չէ, որովհետեւ այս երգերը վստահ եմ, որ ամեն մայրիկ գիտի եւ երգում է իր երեխային եւ երեխան արդեն ծանոթ է, ինքը դրանով ստրես չի դանում մտնելով։ Գիտեք, երաժշտության առարկան պիտի օգնի, որ երեխան մանկաբարձ կամ տանը մնալով գալիս է դպրոց, ստրես չտանի։ Այս երգերը անպես մի հատ նուրբ օղակ են, որտեղ որ ես ասեմ, որ գրեթե չկա նոր երգ կարող է չլինի այն երեխայի համար, որը որ 6 տարեկան է, որտեղ իական էլ չէ, մանկաբարձ գնացել է թե չէ։ Շատ ծանոթ են երգերը, պարզապես այստեղ ուսուցչի մոտեցումն է, որ պիտի կարողանա այս երգը ծառայեցնել, երեխայի մեջ զարգացնել, թե վոկալ հմտությունները, թե երգչախմբային, թե լսողությունը, թե ամենը, որը որ երգեցողության հետ կապված է, թե նրա էմոցիաների զարգացումը, վերջապես ամեն ինչը ծառայում է այս երաժշտության միջոցով պիտի կարողանանք երեխայի մեջ էմոցիաները զարգացնել եւ ճիշտ ուղղությամբ տանել, որ երեխան կարողանա ճիշտ հուզվել եւ այս հուզական աշխարհը մեր հասարակության ճիշտ ցևով ընկալի այսպես։ Ես ներողություն եմ խնդրում, Տիկին Սարինա, հազար ներողություն, պատասխանելով Տիկին Անտոնյանի հարցին, նոտաների վերաբերյալ, ես չեմ լսել այդ ամենը։ Ես հուշ միացա, հավանական է չեմ լսել։ Չէ, ճակի մեջ գրվեց հարցը։ Զրուցանում է գրվել։ Չի կարդացի, ես չկարդացի։ Այդ հարցի վերաբերյալ, ուրեմն բոլոր նոտաները այո կան եւ ֆարմակում է մեթոդական։ Նոտաները
Ես կկարդացի, այո։ Բոլոր նոտաները կան, նրանք պարունակվում են մեթոդական ձեռնարկի վերջում, ընդ որում կան թե նվագակցությունները, եթե ուսուցիչը ուրեմն պլանավորում է կամ գործիք կա դասարանում պլանավորում է նվագակցել, դա էլ կա եւ բոլորը արդեն այնպիսի տոնայնություններով են գրված, որոնք որ հարմար են տվյալ տարիքի ձայնին։ Այո, ձայնացավալի համար, այո, շնորհակալ եմ Արթուր, որտեղ ես չգարթացի դա։ Նաև պիտի ասեմ, որ ես անշուշտ պատրաստ եմ իմ կողմից գոնե 1-2 դաս ունենալ, թեկուզ եւ որևէ դպրոցում կամ ամեն դպրոցում, որևէ խնդիր չէ դա ինձ համար եւ միգուցե այն ինչ որ ես սովորել եմ եւ ինչպես ինձ ես ինչպես պատկերացնում եմ դասը եւ ինչպես կառուցվել է այդ դասագիրքը ըստ այդ գիտելիքների կարող եմ ցույց տալ դա հավատացեք որ ամեն երեխայի երկեցողության շուրջ եւ բացարձակ երկելու շուրջ պիտի լինի եւ այն որ նոտաները անշուշտ անհրաժեշտ է որ դասատուն ունենա իր ծերի տակ բայց ինչու չուզեցինք ցայնագրել որովհետեւ դասատուն կարծում եմ որ այդ դասարանում երեխան պետք է ներկա լինի թե ինչպես է դասատուն երգում որ ոչ թե միայն ընդօրինակի ցայնագրության միջոցով այլ նաեւ կարողանա իր դասատուի թևի տակ զարգանա, տեսնի երկեցողության կանոնները իր դասատուից եւ սովորի այն, անպայման դա լինի հսկողությամբ, որովհետեւ թե ինչպես Բերանը բացեց, թե ինչպես ինքը թվում է թե ամենապարզ բանն է երկելը, բայց պատկերացրեք, որ կա այդպես առարկա, որը ես նաեւ անցնում էի, կարծում եմ Հայաստանում այդ առարկան չկա որևէ ուսումնական հաստատությունում, մանկավարժական Գիգիենը Գոլոսը, հայերեն չեմ կարող ասել այդ առարկան Գիգիենը Գոլոսը ձայնի դրվածքը այո եւ այո կարելի է ցայնի միջոցով Հայաստանում էլ կա հրաշալի է կարելի է ցայնի միջոցով գիտեք որ երեխային եւ այսօր շատ տեղեկացված են բոլոր երևի դասատուները որ կարելի է բուժել երեխուն կամ հիվանդացնել երեխուն ճիշտ շնչառությունը գիտեք որ ամենակարևորն է որ երեխան ճիշտ շնչի եւ ինչպես է այդ տարիքում որովհետեւ 6-7 տարեկանում շնչառությունը այլ է քան 7-8 կամ եւ այլն 7-8 չէ 9-10 տարբեր են եւ անպայման երեխան երբ որ սովորում է քանի որ սա դպրոց է երեխան պետք է դպրոցում ուսուցչի հսկողության տակ ճիշտ շնչելը սովորացնում ենք երկի միջոցով, ճիշտ արտասանելը, ամեն ինչ հսկողության տակ պետք է լինի, ոչ թե միայն ընդօրինակել ձայնագրության հիման վրա, այսպես։ Շնորհակալություն Տիկին Սարինա, պարոն Ավագանեսիվ, եթե հավելում ունեք, խնդրեմ։ Հավելում ուղղակի ձեռնարկի հետ կապված հարցին, Հակինայի հարցին։ Ես տեսա, որ պատասխանեցիք, ուրեմն մի ճշգրտում անեմ, այս ձեռնարկի հետ կապված, ձեռնարկը բավականին մանրամասն է, ուղղակի այսպիսի բան խնդրեցին մեզ վերջին պահին, որպեսզի մենք ավելացնենք նաև, ճիշտ է ամեն դասի ուրեմն բացված կա ձեռնարկում այդտեղ, բայց որ մենք ինքներս հստակ սահմանենք յուրաքանչյուր դասի նպատակներն ու վերջնարդյունքները, որը որ կլինի մոտ ապագայում, այսինքն ԴՇՀ-ում չնայած արդեն դրված է այդ բանը, ինքը նաև փոխվելու է մի երկու շաբաթ երևի մեզ ժամանակապետ, որպեսզի մենք բոլոր այդ 60 դասերով անցնենք եւ ուրեմն դրանով զբաղվենք։ Այդքան։ Թե չէ հիմա էլ էս պահին հասանելի է այդ ամեն ինչը նույն ԴՇՀ-ում։ Շատ շնորհակալություն։ Սիրով լսենք մեր հարցերը։ Համեցեք Տիկին Անահիտ, լսում ենք ձեզ։ Նաև ձեզ եւս մեկ անգամ շնորհակալություն ներկայացման համար։ Մի առաջարկ ունեմ եւ մեկ հարց։ Նախ, քանի որ ես աշխատում եմ երկու դպրոցում, ունեմ մի դպրոցում դաշնամուր, իսկ մյուս դպրոցում չունեմ դաշնամուր, եւ իհարկե պետք չէ բառերով ձայնագրություն, իսկ չի նախատեսվում QR կոդերի մեջ տեղադրվի միայն ձայնագրությունը նոտաների առումով, նվագակցության տեսքով, որը շատ կօգնի նաեւ դասվարներին, ովքեր պարապում են, գոնե իրենք ճիշտ ձևով կերքեն, ովքեր չունեն տվյալներ երաժշտական, շատ դժվար անկնել ռիթմով իր ձև ստացվում է, այդպես երգում են, չգիտեմ, լավ առաջարկ է թե ոչ ամեն դեպքում, եւ երկրորդը կցանկանայի իմանալ, առաջին դասարանում նախատեսվում է աշխատանքային տետրեր։ Այո, շատ լավ հարց է, շատ շնորհակալություն։ Նախ ասեմ, որ այն ձայնագրությունները, որոնք դրված են ուրեմն դասագրքում, դրանցից որոշները արդեն իսկ վերաբերում են երգերին։
Այսինքն կան երկերի նվագակցություններ, որոնք օգտագործվում են որպես առանձին պարապմունքների նյութ։ Օրինակ երեխան լսում է միայն երկի նվագակցությունը եւ դրա հիման վրա ինչ-որ խաղ է խաղում եւ այդտեղ իհարկե նկարագրված են այդ խաղերը։ Այսինքն որոշ երկեր, բոլորը չէ, բայց գոնե որոշ երկեր դուք կարող եք գտնել QR-ների տեսքով, ուրեմն ձայնագրված։ Ընդ որում ասեմ, որ շատ տարօրինակ բան ստացվեց այս ձայնագրությունների հետ կապված, որովհետև ես չէի սպասում, ես սպասում էի Հայաստանում ինչ-որ մի ստուդիա, որպեսզի աշխատի, պատահաբար ստացվեց այսպես, որ ես դիսկ էի ձայնագրում, դաշնակար եմ մասնագիտությամբ, դիսկ էի ձայնագրում Լոս Անջելեսի համալսարանում եւ 2-3 ազատ ժամ ունեի այդտեղի հոյակապ Ստայնբեյ դաշնամուրի մոտ, եւ որը արդեն վճարված էր եւ արեցի այդ ձայնագրությունները Լոս Անջելեսի համալսարանի դաշնամուրով, որից ավելի լավ գործիք մենք չենք կարող պատկերացնել, որոշ երկերի նվագակցություններ կան։ Ուրեմն աշխատանքային տետր այո նախատեսված է, մենք սպասում ենք դասագրքի հաստատմանը, որպեսզի սկսենք աշխատանք նաև աշխատանքային տետր ստեղծելու ուղղությամբ, դա բավականին արագ սեղմ ժամկետներում նաև հասանելի կլինի նաև դասագրքին կից աշխատանքային տետր։ Շնորհակալություն։ Ձեզ շատ շնորհակալություն։ Տիկին Մարիետա ջան, լսում ենք ձեր հարցը համեցեք։ Չենք լսում։ Ձեր ձայնը կխնդրենք միացնել, Տիկին Մարիետա ջան։ Շատ լավ, սպասում ենք։ Կարծես թե չի ստացվում, ստացվում է։ Կարող եք գրել, Տիկին Մարիետա ջան, մեր զրուցանում կխնդրենք հարցը գրել։ Մարիետա, միացրու, ձայնը չես միացրել։ Դե չի ստացվում։ Տիկին Մարիետա ջան, զրուցանը եթե տեսնում եք, կարող եք ձեր հարցը ձևակերպել այնտեղ, մենք սիրով պատասխանենք։ Շատ լավ։ Եթե ունենք ուրիշ հարցեր, սիրելի գործընկերներ, ես իմ հերթին ձեր թույլտվությամբ կուզենամ պատկերազարդման ու ընդհանրապես երաժշտություն մեկի հետ կապված մեր ուսումնական թիմի տպավորություններով կիսվել։ Իհարկե բոլոր դասագրքերի համար ենք մենք սիրտ հոգի ներդնում եւ բնականաբար հավասարաչափ նվիրված ենք բոլորին, բայց այն գործընթացը ստեղծագործական, որ մենք ունեցել ենք, ականատես ենք եղել երաժշտություն առաջին դասարանի ստեղծման ընթացքում, պարզապես բառերով նկարագրել հնարավոր չէ, թե որքան ուշադիր էին մեր սիրելի հեղինակները յուրաքանչյուր պատկերի յուրաքանչյուր տարրի, թե որը որտեղ պետք է լինի, ինչ տրամաբանություն պիտի ունենա նկարը, ինչ գունային ուրեմն բազմազանություն պիտի ունենա, որքան պետք են գույները, երանգները մեղմ լինեն, այն ահռելի աշխատանքը, որ կատարվել է հեղինակների, նկարիչների եւ ձևավորողների կողմից ուղղակի իսկապես սիրով հագեցած դասագիրք է հայտնվելու հուսամ մեր առաջին դասարանցիների սեղաններին եւ անկախ նրանից ես հիշում եմ Տիկին Սարինայի մի բազում հետաքրքիր եւ շատ ոգեշնչող արտահայտություններ եմ հիշում այդ ընթացքից, բայց մեկը հատկապես տպավորվել է, ասած աշակերտը պիտի այս գիրքը բացի եւ յուրաքանչյուր էջի ժամանակ ինքը պիտի անընդհատ ժպտա։ Պիտի այս գիրքը իրեն փոխանցի հուզական այսպես հրճվանք, երջանկություն եւ խաղաղություն։ Ինքը պետք է սիրի այս գիրքը եւ այս գիրքը պետք է դառնա իր ընկերը, որ այս գրքից ինքը չուզենա բաժանվել եւ այդ հուզական ջերմությունը երեխային մենք պիտի կարողանանք նվիրել։ Ես ինձ համար գոնե թե այս գիրքը այդ զգացողությունը փոխանցում է եւ մեր ուսումնական թիմը մեծ շնորհակալություն է հայտնում զանգակհրատարակչությունը այս այեցի գրքի համար եւ չմոռանանք շնորհել, որ հայկական տարրերով հագեցած նախշազարդերով հագեցած գիրք է ձեր սեղաններին հայտնվելու եւ դրա շուրջ եւս շատ մանրակրկիտ աշխատանք է կատարված, թե պատկերազարդման մեջ հայկական նախշերից որը ընտրենք, որը չընտրենք, ինչու սա ընտրենք, ինչու չընտրենք սա, յուրաքանչյուր դետալ ընտրված է ամենայն մանրամասնությամբ եւ մեծ ջանասիրությամբ։ Ուստի գոնե թե գեղագիտական տեսանկյունից բովանդակային առումով մեր հեղինակները արդեն ներկայացրեցին, բայց գեղագիտական տեսանկյունից այն աչք եւ միտք եւ սիրտ հոգի շոյող է։ Շնորհակալություն բոլորին, բոլոր մասնակիցներին այս գրքի համար։
Տիկին Մարիետա ջան, Այո, իմ ձայնը արդեն միացավ, չգիտեմ Լավ է։ ինչ խնդիր էր առաջացել։ Ես էլ եմ, ճիշտն ասած, Անի ջան, ես էլ եմ ուզում շնորհակալություն հայտնել շատ հսկայական, հսկայածավալ աշխատանքի համար։ Ինչպես երևում է, որ պրոֆեսիոնալ մասնագետները հաշվի առնելով ամեն մանրում առաջի դասարանի հետ աշխատանքը շատ դժվար է։ Ես աշխատում եմ նաև 8-րդ դասարանի հետ։ Հավատացեք, 8-րդ դասարանում, 7-րդ դասարանում ավելի հեշտ է աշխատելը, որտեղ դիմացդ հասկացող ըմբռնող աշակերտը սովորող է նստած։ Առաջի դասարանում այնքան լուրջ աշխատանք է պետք տանել եւ մեր կոմպոզիտոր հեղինակները շատ շնորհակալություն ձեզ այս հսկայածավալ մանրակրկիտ աշխատանքը կատարելու համար։ Պարոն Ավանեսովին ձայնագրությունների համար եմ ուզում շնորհակալություն ասել, բարձրորակ ձայնագրությունների, բայց մի փոքրիկ նկատառում կասեք, չգիտեմ, դիտարկում կնայեք, ուրեմն ինչպես սկզբում պարոն Մկրտչյանն ասեց, դասվարներ են այստեղ, թե երաժիշտ մասնագետներ են, որովհետև կան մարզերի դպրոցներ, որոնք ոչ երաժիշտներ են դասավանդողները։ Ես գիտեմ էլի մասնագետներ վերապատրաստումների ընթացքում հանդիպել են այդպիսիք, որ իրենք, ասենք, կուզենան ձայն լսել, ձայն, որի արդյունքում կարողանան ճիշտ երգեցողություն, ճիշտ հնչողությունով սովորեցնել այդ մի դիտարկում սա ընդհանրապես, թե չէ մնացածը հրաշալի է, որտեղ այնտեղ կան երգեր, ճիշտ է, օրինակ համացանցում կան մեր կոմպոզիտորների Եղունի Չչյանի կամ Դանիել Ղազարյանի երգերը, բայց կան կոմպոզիտորներ, որ իրենց երգերը չկան համացանցում, ուստի ոչ մասնագետը չի կարողանա դա էլի սովորացնել։ Միայն այս մի պահը, եթե դա կարողանայք ներառել թեկուզ աշխատանքային տետրերի մեջ, ասենք համապատասխան երգի ձայնագրությունը QR-ով, թեկուզ աշխատանքային տետրերի մեջ։ Մնացածը ամեն ինչի համար շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Մարիետա, Տիկին Սարինան ունի պատասխանելու, հակառակ դեպքում ես կպատասխանեմ։ Ես կարծում եմ, որ կարելի է կազմակերպել նման աշխատանք, կարծում եմ, որ կարելի է կազմակերպել, կխորհրդակցենք եւ կգանք մի եզրակացության, սիրով կձայնագրենք, բայց ես կարծում եմ, որ այդ ցանագրությունը պետք է անենք երեխայի ցայնով։ Հիմա մտածում եմ, ինչպես կարող եմ իմ երեխաներից ընտրել, որ կարողանանք այդ ցանագրությունները ապահովել։ Այո, շատ ճիշտ է, երեխայի ձայնով եւ շնորհակալություն պատասխանի համար։ Եվ անշուշտ իհարկե կարևոր տրամաբանությունն այն էր, որ ամեն դեպքում իհարկե իդեալական տարբերակը կլինի, որ դասավանդի, ես չեմ ասում անպայման ոչ դասվար, ահա, բայց ամեն դեպքում որ դասվարներ ունենա գոնե ասենք նոտա կարդալու ինչ-որ տարրական ուրեմն կարողություն, որտեղ երգերը ծանոթ են կան։ Երգերը ծանոթ են, շատ երգեր ծանոթ են թե դասվարներին, թե երաժշտության ուսուցիչներին, բայց այո, դուք իհարկե շատ ճիշտ եք ասում, որովհետև պրակտիկ տեսանկյունից անշուշտ բան է։ Բայց քանի որ մենք էլ մտածում ենք այն բանի մասին, թե ինչպես ճիշտ ուղղությամբ դնել, անշուշտ մենք երևի հաստատ ոչ մեկի մոտ կասկած չի հարուցի այդ բանը, որ դասվարները դասավանդում են երաժշտություն առարկան, ոչ թե որովհետև այսպես է որոշվել, որ այսպես է կարգը լինելու, այլ որովհետև շատ դպրոցներում պարզապես համապատասխան կրթությամբ մանկավարժական, ես չեմ ասում կոնսերվատորիա ավարտած մասնագետներ, բայց մանկավարժական ուրեմն համալսարանի ուրեմն երաժշտության կամ ուրեմն նման ուրեմն ֆակուլտետ ավարտած մասնագետներ քիչ կան իրական։ Դա շատ տրամաբանական բան է։ Իհարկե իդեալական տարբերակում կլիներ, որ այս դասագրքից օգտվի հենց երաժշտության մասնագետը։ Բայց ի՞նչն է հետաքրքիր։ Սա ավելի կարևոր է, ուրեմն ես ինքս քանի որ նաև 9-րդ դասարանի դասագրքի հեղինակ եմ եւ մի շարք այլ դասագրքերի համահեղինակ, ինձ համար մի այսպիսի տրամաբանական բան կա, որ իհարկե ես կնախընտրեի, որ բարձր դասարաններում անգամ, եթե ուրեմն այսպիսի ընտրություն կա, ով դասավանդի դա ուրեմն այս առարկան բարձր դասարաններում, երբ որ արդեն երգելու տարիքը անցնում է, հա, ես իհարկե կնախընտրեի, որ ոչ մասնագետը դասավանդի բարձր դասարանի դասագրքերով, որովհետև դրա բովանդակության մեջ կա մի տրամաբանական բան, այսինքն տեքստ ենք կարդում, տեքստը վերարտադրում ենք, ուսուցիչը լսում է այս երաժշտությունը, իհարկե ինքն է հասկանում դրա բովանդակությունը, թե դասագրքի հիման վրա թե բանի հիման, քան իհարկե դա լինի առաջի
դասարանում կամ ցածր դասարաններում, այդտեղ ցածր դասարաններում շատ կարևոր է ձայնի հետ շատ նրբանկատ ճիշտ աշխատանքը։ Շատ շնորհակալություն պարոն Ավանեսով կարևոր հավելման համար եւ եւս մեկ հարց թերևս լսենք եւ առաջին դասարանի հետ կապված ու արդեն բարձրանանք երկու դասարան վերև եւ 4 դասարանի մեր սերի հեղինակին փոխանցենք իր խոսքը հնչեցնելու համար։ Համեցեք ձեռք եք բարձրացրել, ձեր անունը ցավոք չեմ կարող հիշատակել, քանի ֆիքսված չէ։ Խնդրեմ, բարի երեկո, լսում եք։ Բարև ձեզ, իմ անունը Անուշ է, ես Գյումրիից եմ, Գյումրու միջնակարգ դպրոցում եմ դասավանդում, արդեն 5 տարվա ուսուցչուհի եմ, եւ գիրք ուսումնասիրել եմ առաջի եւ 4-րդ դասարանների, շատ հավանել եմ ու այսպես ցավով պետք է նշեմ, որովհետեւ տարական դասարանը ես չեմ դասավանդում, ելի նույն խնդիրը, դասավանդում եմ 5-րդից սկսած ու այսպես 5-րդ դասարան գալիս են երեխաները լրիվ անտեղյակ երաժշտությունից, ոչ մի բան չգիտեն, նույնիսկ զարմանքով են նայում, թե երաժշտություն առանձին պետք է անցնենք, այսպես մանրամասը, ու ես նայելով այդ գրքերը այնքան եմ ափսոսում, որ ոչ մի բան երեխաներին դասարները ճիշտ է, մի հոգի, որ ունի երաժշտական կրթություն, այսպես իթեթև անդրադառնա, բայց ես երբ որ հարցնում ենք ինչ է կարել, ընտան ոչ ինչ չեն կարել, կամ մայրենի են կարել, կամ մաթեմ են կարել, կամ երկեր են գրել, երկել ենք ուղակի, ու ափսոսում եմ, որ ոչ մի բան այդ երեխաները ոչ մի գիտելիք չունեն երաժշտության բնագավառից, ոչ նոտագրություն, ոչինչ, ու այսպես քանի որ անդրադարձակ այդ հարցին, դասվարների եւ երաժշտության ուսուցիչների, դրա համար ուզեցա ես էլ ասեմ, եթե ինչ-որ միտեղ դուք կարողանաք այս հարցը բարձրացնել, շատ լավ կլինի, այսքանը, մնացածով շատ շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ էլ։ Հուսանք ընթացած խնդիրը ինչ-որ ձևով լուծում կունենա, իհարկե, հրաշալի է, որ ունենանք այն պատկերը, որը բոլորս երազում ենք, բոլոր դասարանների համար։ Գործընկերներ, ձեր թույլտվությամբ խոսքը փոխանցենք մեր Տիկին Շախուլյանին, երաժշտություն 4 դասարանի դասագիրքը իր առանձնահատկություններով հանդերձ մեզ ներկայացնելու համար։ Բարի երեկո, սիրելի Տիկին Շախուլյան, համեցեք։ Բարի երեկո, արդյոք լսելի եմ։ Այո, հիանալի լսում եմ։ Ես տեխնիկական անհարմարություն պատճառեցի, կներեք, ես ուղղակի փորձում էի մի հանդիպումից մյուսին չկունանցնել ու այդպես խայտարակ բան եղավ։ Ես շատ ուրախ եմ, որ հիմա հանդիպում եմ ուսուցիչներ, որոնց հետ առանձին էլ մենք հաղորդակցվում ենք։ Ես շատ ուրախ եմ ձեր ակտիվության համար, որ այդքան հարցեր եք ունենում, որ այդքան առիթ եք տալիս ինձ մտածելու։ Ես համոզված եմ, որ պարոն Ավանեսովը նույն կարծիքը կասի, որ իսկապես ձեր հետադարձ կապը եւ համագործակցությունը մեզ համար շատ կարեւոր են։ Ինչու որովհետեւ չէ որ հաջորդ քայլեր են դեռ լինելու, չէ որ ժամանակ կանցնի ինչ-ինչ դիտարկումներ մեզ կօգնեն այլ ճանապարհով գնալ, ինչ որ բան ավելի վստահ լինել եւ այլն։ Այսինքն ձեր կարծիքները միշտ շատ ոգևորող են ու շատ ուսուցանող։ Դե իհարկե առաջին դասարանից մինչև 4-րդ հսկա ճանապարհ են անցնում, որտեղ եւ տարաճանաչության արդեն մեծ գրքեր են կարդում եւ այլն։ Ինքնուրույն մարդիկ են դառնում եւ 4-րդ դասարանի դասագիրքը բոլորովին այլ թելադրանքներ պիտի ունենար, քան առաջինը։ Պետական չափորոշիչը եւ ծրագիրը արդեն հետաքրքիր մոդել էր առաջարկել, որ այստեղ պիտի լիներ ֆոլկլոր, հայկական եւ ոչ հայկական։ Հիմա այս ճանապարհով գնալիս ես հայտնվեցի մի process-ի առջև, որը իմ համար էլ իմ մասնագիտական ճանապարհի նորություն էր։ Ես դիմեցի, դե եթե հայկական ֆոլկլորը ամեն ինչ ուղղակի տանը տարբեր դարակներում ունեմ, համաշխարհային ֆոլկլորի առնչությամբ այդքան ճկուն չէի կարող լինել։ Ու ես դիմեցի իմ ամբողջ աշխարհի իմ գործընկերներին, շատ տարբեր երկրներ։ Գիտեք, Եվրոպայից մինչև Արևելք, մինչև Կամբոջա, այսինքն աշխարհագրությունը որ պատկերացրեք, ինչքան ընդգրկուն էր։ Խնդրեցի երկեր ուղարկել ու հետաքրքիր է, որ իմ գործընկերները միշտ չի ոչ ճիշտ հասկացան ինչ պիտի անեն։ Ավելի հասուն մարդկանց երկեր ուղարկեցի, սիրո թեմատիկայով եւ այլն, ոչ միշտ հարմար 4-րդ դասարանի համար։ Եվ ընտրել եմ արդեն ոչ թե երկրներ, այլ ընտրել եմ նրանք այնպիսի մշակույթներ, որտեղից որ հարմար երկեր ես կկարողանայի առաջարկել։
Այսպես հիմնական ուղղորդիչը ես պիտի կրկնեմ պարոն Ավանեսյանին, որ երգելն էր, որտեղ 4-րդ դասարանում դեռևս երգելը այսպես թիվ 1 տեղում է։ Այլ հարց է, որ երեխան արդեն ունակ է շատ բազմընդգրկուն գիտելիքներ էլ ունենալ, ունակ է սեփական կարծիքը արդեն վստահորեն ձևակերպել, արդեն լեզվի հարցերում, լեզվական մտածողության որոշակի պաշար ունի եւ այլն։ Այսինքն դաշտը այս ճկունությունը այս առումով շատ ավելի մեծանում էր, բայց այդուհանդերձ այս հայկական ֆոլկլոր եւ համաշխարհային համադրելը հասկանալի է, որ ամենահեշտ խնդիրը չէր, բայց խնդիրը լուծվեց ինչ որ մի ճանապարհով։ Ես հետո կսպասեմ ձեր արձագանքին, դուք պատմեք ինչպես եղավ եւ դասագիրքը կառուցել եմ այնպես, որ չստացի, որ հայկական ֆոլկլորը ավարտեցինք, դե հիմա սկսում ենք համաշխարհայինը, չէ։ Փոխընդմիջվելով է ամեն ինչ ներկայացված։ Օրինակ, երբ որ երեխան ծանոթանում է աշխատանքային երգերին, նա պիտի հասկանա, որ հայկական հայերից բացի այլ ազգեր նույնպես աշխատել են։ Ու այս ճանապարհին նա կարող է, օրինակ, մեր պարագայում շոտլանդական երաժշտության օրինակով ցուցադրված է, թե այնպես այնտեղ ինչպես են աշխատում ու աշխատելու ընթացքում ինչ են անում, որտեղ նրանք էլ են երգում, միայն մեկ չեն երգում։ Նույնը վերաբերում է պարերին, նույնը վերաբերում է գործունեության տարբեր տեսակներին եւ այլն։ Դասագիրքը նաև փորձել է ցույց տալ անցումը այդ ֆոլկլորից եւ հայկական եւ համաշխարհային դեպի կոմպոզիտորական արվեստ։ Այստեղ շատ մեծ շեշտադրում չունենք, որտեղ չափորոշիչը դա դեռևս չի պահանջում, բայց միևնույն ժամանակ այսպես փոքրիկ դոզայով, այսպես ասեմ, այսպիսի բաներ արել ենք։ Օրինակ, ինչպես կարող էր ֆոլկլորային պարից գոյանալ մենուետ, հետո այդ մենուետը հայտնվեր պարահանդեսային միջավայրում, ու հետո ինչպես կարող էր Բախը դրա հիման վրա, հասկանալի է ոչ միայն Բախը, ստեղծել կոմպոզիտորական երաժշտություն։ Ու այս ճանապարհը դասագրքի միջոցով աշակերտը ուսուցչի հետ միասին կարող է պատկերացնել, հստակ պատկերացնել ինչպես է տեղի ունեցել։ Դասագիրքը առաջարկում է տեքստեր, որոնք գրված են շատ մատչելի, տարիքային առանձնահատկությունները նկատի ունենալով, կան նոտաներ, ուրեմն նոտաները ինչպես ենք տեղադրել, տեքստերի ընթացս, այսինքն դասագրքի ընթացքում նոտաներ են տեղադրված, բայց միաձայն։ Իսկ եթե դուք ուզում եք արդեն բազմաձայն երգեցողությանն անդրադառնալ եւ նվագակցություն ունենալ, սրանք արդեն դասագրքի վերջում հավելվածի տեսքով են բերված։ Այսինքն ես հասկանում եմ խնդիրը, որ հատկապես մարզերում ամեն դպրոց չի որ գործիք ունի, բայց այն դպրոցներում, որտեղ ունենք գործիքներ, մենք կարող ենք ճկուն օգտագործել եւ դաշնամուրային նվագակցությունը օգտագործել։ Տոնայնությունները երգերի տարիքին համապատասխանեցված են նորից։ Այսինքն նոտային մասը տեղադրված է հենց դասագրքի մեջ։ Մյուս կողմից էլ ձայնագրությունները այլ սիստեմով են այստեղ։ Բացառապես բոլոր երգերից ձայնագրություններ կգտնեք։ Ձայնագրությունների մի մասը այո YouTube-յան են կամ այլ աղբյուրներից, բայց հիմնական մասը, հատկապես այն երգերը, որոնք երեխաները իրենք պիտի սովորեն երգել, մենք ձայնագրել ենք։ Ձայնագրել ենք այդ տարիքից մի քիչ ավելի մեծ տարիքի երեխաների հետ։ Որոշ դեպքերում միաձայն են երգել ուղղակի, որոշ դեպքերում դաշնամուրային նվագակցություն են կիրառել, ես եմ ինձ թույլ տվել նվագել իրենց հետ, այսպես, եւ հուսամ այս ձայնագրությունները ձեզ համար օգտակար կլինեն։ Այսպես, հիմա վստահաբար ձեզ մոտ հարց կառաջանա, իսկ հայկականից բացի ինչ մշակույթներ են այստեղ արտացոլված, ուրեմն մաուրիների մշակույթ ունենք, դա Նոր Զելանդիայի բնիկներն են։ Ճապոնական ունենք, ասենք սակուրա երգի միջոցով, ի դեպ կուզեմ սա էլ կարևորել, որ երբ որ որևէ մշակույթ սովորում եք դասագրքում, միայն երգի տեսքով չէ, այլ տվյալ երկրին բնորոշ առանձնահատկություններն ենք փորձում յուրացնել երեխայի հետ։ Այսինքն, եթե գնում ենք օրինակ մաուրիների միջավայր, հասկանանք այս ովքեր են, ինչպես են, ինչ են անում, ինչպիսի մարդիկ են։ Նույնը մյուսին է վերաբերում, մյուսին։ Լեհական մշակույթ ունենք եվրոպականից, ֆրանսիական երգեր ունենք, անգլերեն, որոնք եւ Բրիտանիայից են եւ ամերիկյան մշակույթից են, այսպես, այսինքն աշխարհագրական ընդգրկումը փոքր չէ։ Ես շատ կուզենայի աֆրիկյան էլ ընդգրկել, բայց այս տարիքին համապատասխան այդպես չկարողացա գտնել։ Գուցե հետագայում ավելի բարձր դասարաններում մենք կարողանանք տեղավորել այսպիսի բանել։
Այսպես, ես հույս ունեմ, որ դասագիրքը իր նպատակին կծառայի, համեմատություն տարավ պարոն Մկրտչյանը նախորդ դասագրքերի հետ, ասեմ, որ դասագիրքը գրելիս առաջնորդվել եմ զուտ չափորոշիչներով, չեմ բացել այլ դասագրքեր, այսինքն գիրքը գրել ավարտել եմ, հետո եմ նայել, թե ինչ է եղել նախորդ տարբերակում, որպեսզի այդպես ուղղորդող չլինի։ Այստեղ հասկանալի է, որ մենք ժառանգականության խնդիրն ենք նաև տեսնում, առաջին դասարանից դեպի երկրորդ, դեպի երրորդ, դեպի չորրորդ, չէ, բայց եթե չափորոշիչը առաջարկում է չորրորդում ընդգրկել այսինչ բանը, այս բaragայում, դրան հետևելը ամենատրամաբանականն է եղել եւ ստանալ այն, ինչ որ չափորոշիչը առաջարկում է։ Հուսամ, որ օգտակար կլինի եւ նորից պիտի կրկնվեմ, որ ձեր արձագանքը շատ կարեւոր է, երբ որ դուք օգտագործեք տարվա վերջին արդեն հասնեք, կամ ընթացքում կարևոր չի, բայց երբ որ արդեն որոշակի կարծիք ունենաք, հիշեք, որ այդ կարծիքները շատ կարևոր են, ու կարծիքը միայն դրական չի լինում, բացասական դետալներ կամ առաջարկներ, ես սիրով ընդունելու եմ, խնդրեմ այս հարցում ակտիվ եղեք։ Սիրով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին։ Շատ շնորհակալություն Տիկին Շահգուլյան։ Սիրելի գործընկերներ, եթե ունենք հարցեր 4 դասանի դասագրքի վերաբերյալ, համեցեք, եթե կան ինչ-որ դիտարկումներ, սիրով հաճույքով կլսենք ձեզ, մինչ այդ տեսնենք սրուցարանում ինչ կա, մեթոդականների հետ կապված հարց կա եւ դա վերջում մենք կդիտարկենք նաեւ արվեստի 9-րդ դասանի դասագրքի վերաբերյալ։ Սիրելի Տիկին Անտոնյան, համեցեք, լսում ենք ձեզ։ Շնորհակալություն։ Ես հիմա քիչ առաջ ճիշտ ասած թերթում էի դասագիրքը Երևանից եմ 4 դասանը թերթում, այնտեղ հնգագծերի հետ կապված, չգիտեմ, նկատել է հեղինակը թե չէ, ոնց որ թե հնգագծերը ոչ ճիշտ տեղադրության են, չգիտեմ, իմ համակարգիչն է տենց ցույց տալիս, կարող է իմ մոտ տպավորությունն է այդպիսին, բայց 4 գիծագծված, 2 գիծագծված կամ 3-ից։ Հիմա ուզում եք էջերով ասեմ, ես էջերը ինձ մոտ դուրս եմ գրել, մի հատ պիտի խնդրեմ, որ դուք կարող է, ես չեմ ժխտում, որ կարող է իմ համակարգիչն է հենց այդպես ցույց տալիս։ Այ օրինակ H45-ում ավետիս երգի նոտաները տեղադրված են 1, 2, 3, 4 գծի վրա։ Թեպետ կարող է այդ իմ համակարգչից է, դրա համար ուզում եմ ճշտեմ, դա ինձանից է, թե ուղղակի ձեր տենց է ստացվել։ Անպայման կնայենք, որովհետև խնդրում եմ այդպես մի չի հատ եղել, վստահաբար կնայենք, Ինձ թվում է այդպես չի եղել, շատ կամ հնարավոր է, որ դա իմ համակարգչից լինի, թեպետ ես մյուս դասագրքերն էլ հիմա նայում եմ, տեսնում եմ, որ չէ, կան երգեր, որտեղ հնգագծերը նորմալ, պատկերավոր երևում են, երգեր էլ կա, որտեղ 3 տողի վրա, 3 գծի վրա տեղադրված է, բայց երևում է, որ դա դո նոտանա կամ ռե նոտանա, ուղղակի գիծը չկա, հիմա չգիտեմ, թռել է թե ինչ, բայց պիտի խնդրեմ մի հատ նայեք։ Անշուշտ, իհարկե։ Երգերի ընտրանին լավներ ինձ դուր եկավ եւ այդ նորամուծությունն էլ նաեւ այդ այլ մշակույթների 5 գրքերում չգիտեմ հիշում եք թե չէ մենք բան ունենք հայկական ռուսական այսպես ուրիշ այլ մշակույթների հետ մենք տենց շատ քիչ շփում ենք ունենում այստեղ ռուսական կա բայց մեկ միավոր որովհետեւ համարել ենք որ իրականում Ռուսաստանը ընդհանրապես ռուսները ազգերից մեկն են իսկ ինչու պիտի մյուսներին էլ չծանոթանան կոնե մոտա ես շատ լավ դիտակցում եմ, որ մշակութային այս բազմազանությունը շատ ուսուցիչների համար անսպասելի կարող է լինել եւ սովոր միջավայրից այլտեղ ենք հայտնվում, բայց ես շատ ուզում եմ, որ նաև հետաքրքիր լինի բոլորը, ասում այլ մշակույթ երևույթը մշակութային բազմազանությունը միայն աշակերտին առաջադրվող խնդիր չլինի, այսինքն ուսուցիչը ինքն էլ պատրաստ լինի այս նորություններին Ոչինչ, այդ շատ համարձակ ու լավ քայլ է, հիմա ես որպես շրջակայի չափորոշչում համահեղինակ ասեմ ձեզ, մենք այնտեղ ունենք 5 քաղաքակրթությունների հետ կապված, այլ մշակույթների հետ կապված հարցեր, այնպես որ դուք եկել եք մեզ օգնության, նախորդ գրքերում մենք մի հատ ճապոնացի աղջկա երգ ունեինք շրջակայում և ճապոնական մշակույթի մասին խոսելիս անմիջապես այնտեղ գնում էինք այդ շրջակայի գրքին էինք հղում տալիս, հիմա հակառակ շրջակայից կգանք դեպի երգի գիրքը, շնորհակալություն խնդրում եմ այդ նոտը հնգագծին նայեք, մի հատ հասկանանք տեսքի հետա թե չէ, շնորհակալություն։ Հազար ներողություն այդ հնգագծերի հետ կապված, հենց նոր նայեցի, ասեցիք 45H, չէ։ Հա, ըհը։ Իմ հեռախոսով հստակ երևում էր հնգագիծը։ Ուրեմն իմ համակարգիչը հիմա զուգահեռ։ Ես չեմ ժխտում, որ կարա դա իմ համակարգչից լինի, ես ուղղակի ուզեցի հասկանալ։ Այո, շնորհակալություն։ Հա, շատ ավելի լավ։ Շնորհակալ եմ։
Մենք էլ ենք շատ շնորհակալ Տիկին Անտոնյան եւ մանրակրկիտ անդրադարձի եւ ոգեվորիչ խոսքերի համար։ Սիրելի գործընկերներ, ունենք ուրիշ հարցեր, բարձրաբանման ենթակա ինչ-որ դրույթներ, որոնք հիմա կցանկանայինք լուսաբանել։ Շատ բարի, այստեղ մենք հարցադրում ունենք Գոհար Անդինյանից մեթոդականների հետ կապված, մեթոդականը երբ կլինի վաճառքում, ենթադրվում է առաջին թե 4 դասարանը չգիտեմ ինչ տրամաբանությամբ է այստեղ, պարոն Մկրտչյան, այս վաճառքի հետ կապված հարցին կխնդրեմ դուք որոշակի կողմնորոշում մեզ տաք։ Երեխեք ջան, այդ բոլոր մեթոդական ձեռնարկները տեղադրված է կայքում, դշեի կայքում եւ կտակի կայքում կարող եք օգտվել։ Իսկ վաճառքի համար դեռ չենք որոշել, որ լինի թե չլինի, բայց PDF տարբերակները հանգիստ կարող եք օգտագործել։ Այն առարկաները, որոնց մեթոդական ձեռնարկը PDF տարբերակը եւ թղթային տարբերակը իրարից տարբերում են, այդ դեպքում մենք հրատարակում ենք այդ թղթային տարբերակները։ Բայց եթե PDF տարբերակը չի տարբերվում թղթային տարբերակից, թղթային տարբերակները չենք հրատարակում։ Իսկ մյուս հարցը, որ կարգելված 9-րդ դասարանի արվեստի մասին, կլինի թե չի դասագիրքը, այս տարի չի լինի դասագիրքը, որովհետև մրցույթով են դասագրքերը բոլոր դեպքերում անցնում եւ այս տարի 9-րդ դասարանի դասագրքի համար հայտարարված մրցույթ չկար։ Բայց հիմա մյուս տարվա համար բնականաբար կհայտարարեն մրցույթ եւ զանգակ կմասնակցի եւ կարծում եմ անպայման կունենանք 9-րդ դասարանի արվեստի դասագիրքը։ Պարոն Մկրտչյան, ես ներողություն եմ խնդրում։ Ես չգիտեմ, ես իրավունք ունեմ այդպիսի բան ասել թե չէ։ Ամեն ինչ իրավունք դուք ունեք։ Բայց ես հասկանում եմ, որ ուսուցիչները ինչի համար են հարցնում վաճառքում կլինի դա թե չէ, որովհետև առավել եւս եթե պետք է նոտաները օգտագործեն, նոտաները իհարկե համակարգչից շատ դժվար է կարդալ։ Դրան ես կարող եմ միայն մի բան արձագանքել, ես անձամբ որպես հեղինակ ու իհարկե ունեմ PDF-ը, եւ եթե դա կարող է օգնել ուսուցիչներին, այսինքն որպեսզի ուսուցիչներին ինչ-որ բան տպեն նոտաների տեսքով եւ այլն, իհարկե մեծ սիրով ես կարող եմ, եթե ուսուցիչները առանձին կապվեն, ես գոնե այդ նոտաների մասը, եթե անհրաժեշտ է որպեսզի ունենան, այդ նոտաների ֆայլերը ես կարող եմ նաեւ ուղարկել ուսուցիչներին։ Շատ լավ, մենք փորձենք բոլոր դեպքերում լուծումը գտնել։ Այդ տեսեք, ձեր դիտարկումը ես տենց չէի մտածել այդ ուղղությամբ, որ թղթային տարբերակապես նոտաների համար, միգուցե կարող է հենց նոտաները առանձին հրատարակենք նաև։ Եթե չէ, ես ինքս պատրաստ եմ տրամադրելու այդ նոտաների ֆայլերը։ Բոլոր դեպքերում մենք հենց սկզբից էլ հայտարարեցինք, որ եթե ընտրվում է մեր դասագիրքը, ուրեմն մենք պարտավորված ենք մեզ համարում ամբողջապես սպասարկել առ։ Եթե թույլ կտաք, այս ընթացքում ես ճշտեցի, չէ, նոտաները վերջին տարբերակներում խնդիր չունեն։ Սիրելի Տիկին Անտոնյան, գուցե ձեզ մոտ շատ հին ինչ-որ տարբերակ է, չգիտեմ։ Կամ համակարգիչը մի քիչ իրան լավ չի պահում։ Այո, երբեմն այդպես պատահում է։ Շատ շնորհակալություն անդրադարձի համար հարցերին եւ այս վերջին հանգամանքին։ Սիրելի ընկերներ, եթե ուրիշ դիտարկումներ չկան այս փուլի համար, մենք մեծ շնորհակալություն ենք հայտնում հատկացված ժամանակի համար եւ վերահաստատում ենք այն, որ մեր կապը ձեզ հետ մշտական է լինելու եւ մենք սիրով պատրաստ ենք լսելու բոլոր տեսակի առաջարկությունները, մեր օգնության ձեռքը միշտ դուք կտեսնեք եւ ուսումնական տարվան ընթരാճ եւ տարվա ընթացքում, այնպես որ անհոգ եղեք, բոլոր հարցերը կգտնեն իրենց պատասխանները եւ մենք մշտապես պատրաստ ենք աջակցելու իշահ մեր երեխաների եւ մեր սիրելի հայրենիքի։ Եթե չունեք ուրիշ հարցեր, կարող ենք այսօր մեր հանդիպումը համարել ավարտված։ Այս հանդիպման տեսաձայնագրությունը շուտով կհայտնվի նաև մեր Facebook-յան էջում եւ դուք ձեր գործընկերներին, եթե կարիքը լինի, ցանկություն լինի, կարող եք փոխանցել եւ թող իրենք էլ դիտեն եւ ծանոթանան դասագրքերի հայեցակարգերին։ Մենք էլ ենք շատ շնորհակալ, բարի երեկո բոլորիդ, ամենայն բարին եւ ամենալուսավորը բոլոր մեր սիրելի աշակերտներին։ Լավ եղեք, ցտեսություն։ Շնորհակալություն։ Այստեղ հարց հնչեց վաղը հանդիպում է լինելու թե ոչ։ Զանգակ հրատարակչության մյուս 3 ուրեմն հանդիպումները, որոնք մենք նախատեսում ենք, լինելու են արդեն ավագ դասարանների դասագրքերի վերաբերյալ։
Ժամը 17:00-ին երկրաչափություն 3 դասարանների դասագրքերն է լինելու, ժամը 18:00-ին Հայաստանի աշխարհագրություն 9-րդ դասարան եւ ժամը 19:00-ին հասարակագիտություն 9-րդ, 11-րդ եւ 12-րդ։ Տարական դասարանների հետ կապված վաղը մենք հանդիպում չենք նախատեսում։ Այսքանը սիրելի ընկերներ, հավելյալ լրացուցիչ մենք կտեղեկացնենք հաջորդ շաբաթ, եթե նախատեսելու լինենք։ Լավն ու բարին բոլորի, տեսություն։ Տեսություն։